Բարի երեկո սիրելի ընկերներ։ Բարի երեկո մեզ շատ սիրող եւ հատկապես չսիրող մարդիկ, ենթանում է դասական լրագրության ռահվիրաների կողմից վարվող ամենաանաչառ եւ ամենաօբյեկտիվ առաջին քրեակահաղական ոդքասթը։ Այսօր արդեն հասել ենք 221-րդ թողարկման, կարծում եմ ունենալու ենք հետաքրքիր թողարկում, թե թեմաներն են հետաքրքիր, թեպետ տենց մեծ աղմկահարույց թեմաներ չկան, բայց մեկը կա, որը նաև վերնագրում է տեղ գտել, որը մեզ խիստ մտահոգել է եւ զարմանալիորեն տենց մեծ արձագանք չի ստացել հայկական լրատվական դաշտում, այսօր խոսելու ենք այդ թեմայից։ Նաև հյուրն է հետաքրքիր Աննան Մկրտչյան, կարծում եմ շատերի կողմից սիրված քաղաքական գործիչ է, նաև գիտեք, որ իրադարձություններ կան կապված Հանրապետական կուսակցության պատիվ ունեմ խմբակցության գործունեության հետ, իրեն կարող ենք տալ հարցեր, դուք կարող եք իրեն տալ հարցեր, եթե ունենաք, այնպես որ կարծում եմ կունենանք հետաքրքիր երեկո, շնորհակալություն, որ միացել եք մեզ, գիտեմ, որ շատերի համար չորեքշաբթի եւ շաբաթ օրերը դարձել են ավանդական մեզ դիտելու երեկոներ, շատ եք մեզ մոտենում փողոցում եւ ասում, որ չգիտեմ, մարդիկ կան ասում են քնում եմ ձեր հաղորդումների տակ, մյուս մարդիկ ասում են, որ արթնանում են եւ նայում են մի խոսքով տարբեր ժամ այնպես է, որ տարբեր օրերի տարբեր մարդկանց տարբեր ժամերի ում ոնց հարմար է այդ ժամանակ են մեզ դիտում եւ դա շատ ուրախալի է ես շնորհակալություններ ասեմ ինչպես սովորաբար շատ շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց ովքեր աջակցում են մեզ դուք գիտեք որ մեր նախագիծ ինչպես նաեւ բոլոր այն նախագծերը որոնք իրականացվում են Anti-Fake-ի YouTube-յան ալիքով դրանք բացառապես ձեր միջոցներով են, ձեր աջակցության շնորհիվ են, ուստի շատ շնորհակալություն մեզ Patreon համակարգով, donation alerts-ով, super chat-ով, քարտային, բանկային, կրիպտոարժույթային փոխանցումներով աջակցող մեր բարեկամներին, ես հույս ունեմ, որ այն product-ը, որը մենք տալիս ենք ձեր աչքերում ունենում է այն արժեքը, որի համար դուք նվիրաբերում եք մեզ ամենքը ձեր հնարավորությունների սահմաններում մեծ էլ դա պարտավորեցնում է, որպեսզի էլ ավելի շատ նախագծեր անենք, որակական փոփոխություններ տանք։ Ես գիտեմ իրականում, որ շատերի համար սա ինչ-որ sense դերական անկյուն է դարձել, որովհետև արտաքին միջավայրը շատ դեպքերում այդքան ուրախալի չի, թե բնականաբար երկրի վիճակի եւ իշխանությունների վարքագծի եւ թե ընդհանուր հասարակության կարծես որոշակի իներտության ուստի շատերը այստեղ գտնում են իրենց համար համախոհների խումբ եւ դրանով ավելի են ոնց որ տրամադրվում որ ամեն ինչ չէ որ կորցված է եւ մենք պայքարելու ենք ամեն դեպքում մեծ աջակցություն է նաև լայքելը, տարածելը, մեր մասին խոսելը, subscribe լինելը, բաժանորդագրվելը, այո, Նարեկ այսօր նշեց, որ երբեմն մոռանում ենք ասել, որ բաժանորդագրվեք 76,000-ից ավել բաժանորդագրում ունենք, ձգտում ենք 100,000-ի, երբ 100,000-ը լինի, նաև YouTube-ին կդիմենք, որ մեզ ուղարկի այդ կոճակը, դա կլինի բոլորիս նվաճումը մի խոսքով կարծում եմ, որ այս 2.5 տարիների ընթացքում մեզ բոլորիս ձեր աջակցությամբ հաջողվել է ստեղծել հետաքրքիր հարթակ, որտեղ մարդիկ հավաքվում են գլոբալ առումով մի արժեհամակարգի, մի գաղափարի եւ ընդհանուր առմամբ մի տեսլականի շուրջ։ Ուստի շատ շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Մենք ավանդապես առաջին կես ժամ 40 րոպեն պատասխանելու ենք ձեր հարցերին, ուստի կարող եք այսպես սկսած արդեն գրել մեզ հարցեր, թե ընթացիկ թեմաների, թե առհասարակ որևէ հարց, որը ցանկանում եք, մենք ուղիղ եթերում ենք, ուստի ունենք հնարավորություն պատասխանել ձեր ցանկացած հարցի։ Ես միանում եմ շնորհակալություններին, երեք ես բանի answer-ի ժամանակ երկար է դրանից խոսել եմ, ոնց էր, որը ոնց ենք անում, ինչ ենք անում, ու ինչքան կարևոր է։ Իդեպ այդ բան ասեմ ստեղ էլ ասեմ, ինչ էի ասում, ուրեմն հարց կար լրատվականների մասին, որ ինչ որ մարդկանց դուր չի գալիս, որ լրատվականները Նիկոլ են ցույց տալի այս կոմենկոմ։ Ասում եմ իրականում ես հիմա մի 2 տարի առաջ ուրիշ ձև էի մտածում, անկեղծ, բայց հիմա ես ոնց եմ մտածում։ Ախպեր ջան, չես ուզում նայես այդ լրատվականին։ Ունես այլ ընտրանք նայելու ուրիշ բաներ։ Այսօրվա YouTube-ը այդ թույլատրում է։ Մի նայի, մի բողոքի։ Կոպիտ ասած այն որ դու չես ուզում կոպիտ ասած մենք չէ որ փոխենք մեր ասածով որևէ լրատվականի մոտեցում իրանց իրավունքն է անելու են ինչ ուզում են
Մեր իրավունքն է ու ցանկացած այլ մարդու իրավունքն է դրա մասին ունենալու կարծիք ու ունեկա հնարավորություն։ Կոպիտ ասած դու կարաս, այդ տելևիզոր չի, 4 ալիք չի, որ սաղ նույն բանն են ցույց տալիս։ Այս բանով էի, այս տրամաբանությամբ էի խոսում, բայց ինչի այս հիշեցի, որովհետև նայ գրել նոր կոմենտներում տեսա մեկը գրել էր բանա դարել այս իմնեմնիմին նայելը դարելա կոպիտ ասած բան խասիատ ու խնդրում էին մեզ որ մենք մեր միշտ մոտիվացիա ունենանք սրանց դեմ պայքարելու այն որ մատ հետաքրքիր ռիլեյ հանդիպե դիսցիպլինայի ու բանի մասին մոտիվացիայի մասին ասма դիսցիպլինան երբեք չի կարա մոտիվացիայով պայմանավորված լինի կոպիտ ասած Եթե դու պիտի առավոտ ժամը 8-ին դու արթնանաս, դա պետք է չլինի մոտիվացիա։ Դու դրա համար մոտիվացիա պետք է չունենաս, դու պետք է ունենաս դիսցիպլինա։ Հիմա մեր մոտ դու զգացել ես որ իմնեմնիմին դարել է դիսցիպլինա, ոչ թե մոտիվացիա։ Օրինակ այսօր նստել ենք այսօր քննարկման, բացել ենք թեմաները ու տենում ենք որ թեմա չկա խոսալու։ Այնպես թեմաներ, որոնք որ մեծ կլինեն ու այս ընթացքում արժանի կլինեն ավելի շատ խոսելու, քան մինչև այս որ մարդիկ շատերը խոսացել են մեր փոխարեն։ Բայց դե հասկանում ես որ դա արդեն էական չի դու ունես թե չունես, էական չի այդ թեմաները կան թե չկան, սա դարձել է մեր համար դիսցիպլինա Ժորժ ջան, մենք մոտիվացիայի առումով չենք կարող ապա մոտիվացվենք, որտեվ այս սրանք չեն թողում որ մենք ապա մոտիվացվենք։ Օրինակ մեզ ապա մոտիվացնելու համար կարան մեզ չհետապնդեն ու մենք չապա մոտիվացվենք, բայց երբ որ դու գիտես որ քո յուրաքանչյուր քայլ անընդհատ հետապնդվում է, անընդհատ դու հետապնդվում ես էական չի, հա, ասենք, այդ բան քրեական գործ կա քո վրա չկա, նստած ես, նստած չես, դու գիտես որ սրանով խոսում ես, քեզ լսում են, դու գիտես որ, չգիտեմ, դուրս ես գալիս, քեզ հետևում են, դու գիտես որ չես կարող անել շատ բաներ, որ կարող անեն սովորական մարդիկ, այդ արդեն մոտիվացնում է սրանց երբեք չմոռանալ ու դուրս գալ այդ ամեն ինչից, այսինքն ճեղքել այդ պատը, իսկ այդ պատը ճեղքելու միակ միջոցը սրանց գցելն է իշխանությունից, ինչը մեր համար միանշանակ առաջնային նպատակ ու դիսցիպլինա է դարել։ Ես ասեմ, որ իրականում մենք էլի խոսել ենք այս հարցով, մոտիվացիայի մասով։ Ինքը իրականում որոշակի դժվարություններ է Իրանից ներկայացնում այս հաճախականությամբ ու այս sense տրամադրվածությամբ, որտեղ ակնհայտ է, որ միշտ չի որ տրամադրություն ունես մտնելու եթեր ու ժամերով խոսելու, եթե ես հասկանում եմ որ մարդիկ մեկ-մեկ գրում են, որ արդեն հոգնել են խոսելուց ու մեծամասամբ այն մարդիկ են ասում, որոնք լսում են, հա, այսինքն երբ ասում են որ հոգնել ենք խոսելուց, հիմնականում լսարան ներկայացնող մարդիկ են, բնականաբար երբեմն լինում է իրավիճակներ, որ դու էլ արդեն հոգնում ես խոսելուց, առհասարակ տրամադրություն չես ունենում, բարձր չէ 2.5 տարում այնքան բանի մեջով ենք անցել, որ երբեմն տենց բաներ լինում է, բայց այո, մի կողմից պահում է այդ պարտավորվածությունը, որովհետև գիտես, որ տասնյակ հազարավոր մարդիկ քո մեջ տեսնում են նաև ինչ որ հույս, որ եթե այս տղեկ օրինակ չեն ալարում, այսքան անում են, այսքան իրանց հետապնդում են, բայց իրանք չեն կոտրվում ու շարունակում են, ուստի ես էլ պիտի պահեմ, ասենք, sense մոտեցում ես հասկանում եմ, որ շատերի մոտ առաջանում է, որտեվ ես էլ եմ նույնը վերցնում ուրիշ մարդկանցից, հա։ Ու երկրորդն էլ, sense մի հատ բան կա, պրինցիպի հարց կա, որ եթե ինչ որ բայի դադարես դա անել, դա փաստացի հրապարակավ ընդունելն է, որ Նիկոլը, Ալենը, ես չգիտեմ ով, իրանք քեզանից ուժեղ են, որովհետև իրանք բավականին երկար էլի, հա, 10 տարի եւ ավել պայքարել են, իդեպ պայքարել են բացառապես սեփական բարեկեցության համար, իրանք չեն էլ ունեցել ինչ որ ավելի վեհ, ինչ որ արժեքներ, հակառակը ավելի վեհին հակասող են եղել իրենց արժեքները, բայց իրանք գնացել են այդ ճանապարհով։ Ու վստահաբար հեշտ չի եղել իրենց ճանապարհն էլ, հա։ Ու ինչ որ պայի, եթե իրանք չեն կանգնելու եկել հասել են, եթե դու կանգնում ես, նշանակում է դու հրապարակավ ասում ես, որ Ալեն Սիմոնյանը ինձանից ուժեղ տղա է, կամ ասենք Արարատ Միրզոյանը, դա աբիդնի է։ Դրա համար այտենց որ հիշում ես, ասում ես ախպեր, չէ, ես չեմ կարող այտենց բան ընդունեմ, չեն կարող իրանք ինձանից ուժեղ լինեն, ուստի մտնում ենք եթեր։ Նենց որ միջև վերջ մնալու ենք, ձև չկա։ Միջև վերջ, չգիտեմ, ինչքան էլ մնալու ենք։ Միանշանակ։ Ստեղ մի հատ հետաքրքիր մեկնաբանություն կա, վազ, ուզում եմ այդ մեկնաբանությունը կարդամ։ Մի վարքյան էս աստեղ էր։ Մեզ հետաքրքիր ձևաչափ են առաջարկում, հա։
Արան Ամեղյանի դեպ հենց առաջարկողը, ու նաև ասենք շնորհակալություն առաջին ավանդական առաջին փոխանցման համար։ Ասма տղերք ինչ եք կարծում Turning Point USA ձևաչափով ժողովրդի հետ երկխոսության պլատֆորմ ստեղծելու մասին։ Ժամանակն է դուրս գալ Echo Chamber-ից։ Ինչա Turning Point USA-ը։ Այդ Չարլի կրկենք են սարքել, շատ շուտ ես նոր Google արեցի թիվը նայելու համար, հիշում եմ ինչի մասին է խոսքը, կամպուսներում 12 թվին են սարքել։ Ես հիշում եմ 14-15, բայց փաստորեն ավելի շուտ են սարքել։ Այդ ժամանակ Չարլի Քըրքը 18 տարեկան է եղել, ու իրանք սարքել են այդ Turning Point USA-ը, որտեղ կոնսերվատիվ գաղափարները քննարկել են հասարակության երիտասարդ հատվածի հետ կամպուսներում ամերիկյան համալսարանների ու իրականում բավականին լայն բանի են հասել։ Կոպիտ ասած օֆլայն հանդիպումներ ու քննարկումներ կոնսերվատիզմի մասին։ Տենց ա եղել։ Իդեպ գրում էին իմ կամերան ծուռը, ինձ էլ է միշտ թվում, որ իմ կամերան ծուռը չգիտեմ ինչքանով է ճիշտ, բայց ամենայն դեպս ինձ էլ է թվում հիմա այսպես որ նայում եմ։ Վերջը այդ բանը շատ հետաքրքիր բան ունի, մենք մտածել ենք դրա մասին, Հարաջան, անկեղծ ասած, շատ ենք մտածել մարդկանց հետ sense կենթանի շփման մասին, այսինքն օֆլայն շփման մասին եւ ոչ Երևանում, ավելին ասեմ, մենք մտածում ենք ինչ-որ մի ժամանակ մարզեր գնանք, մարզերի ժողովրդի հետ շփվենք, հասկանանք իրանց պատկերացումները, այն քննարկումները, որ անում ենք ստեղ անենք այնտեղ, բայց իրականում երևի թե դրա համար ավելի շատ ժամանակային խնդիրներ ենք ունեցել ու նաև երևի թե նաև լոգիստիկ խնդիրներ ենք ունեցել, ոչ միայն կոնկրետ փոխադրվելու փոխադրամիջոցի մասին է խոսքը, այլ այնտեղ հասկանալու, հա, ում հետ ոնց կարանք շփվենք, ովքեր են այդ մարդիկ, ովքեր ունեն դրա կարիքը։ Մի խոսքով, երևի թե դրա ժամանակը կարա գա ու մենք այդ էլ կանենք, չի բացառվում, որ եթե լինենք ազատության մեջ, դա անենք եկող տարվա սկզբնամասում, հատկապես այդ ընտրական process-ները, որոնք որ ըստ էության ուզենք շուզենք սկսելու են, այդ ընտրական process-ներին զուգահեռ դա կարելի է անել, մարդկանց հետ խոսալ, շփվել, բացատրել, որ ինչ վիճակում ենք, ինչա մեզ սպասվում եւ այլն ու դա կարա լինի իրականում, չգիտեմ։ Այն որ մենք վստահաբար ակտիվանալու ենք, հիմա արդեն սկսում ենք ակտիվանալ եւ ինչքան մոտենա ընտրություններին, եթե այլ բան չտեղի չունենա, պետքա մաքսիմալ ակտիվանանք, դա փաստ է ու չեմ բացառում, որ շատ տարբեր ձևաչափերում, այդ թվում քո ասած ձևաչափը Արաջան։ Ռուզանա Պողոսյան հարցնում է Ղազարյան versus Ղազարյանի հաղորդման հումորը Լեովին Էդգարն է գրում թե չէ, ասում է ես ու ամուսինս վիճում ենք այդ հարցի շուրջ։ Ռուզան ջան, անկեղծ պիտի ասեմ, որ երևի առաջին, երկրորդ թողարկումների ժամանակ, քանի որ ես գաղափարը Էդգարին առաջարկել եմ եւ ինքը համաձայնել էր, կարծում եի, որ անհրաժեշտություն կա, որ որոշակի ներգրավվածություն մենք ունենանք իր գործում, բայց հետո տեսանք, որ չէ, ինքը իրանով էլ մեզ էլ բնականաբար ավելի հարմար է, որ ինքը ամբողջը ինքը անի եւ կարամ վստահ ասեմ, որ չեմ 140 քանի թողարկում է, մի խոսքով գուցե առաջի երկուսի մեջ որոշ բաներ առաջարկել ենք իրան ներգրավել, մնացածը սկսած 3-4 թողարկումից այդ ողջ կոնտենտը գեներացնում է ինքը Էդգար Ղազարյանը, ինքը ունի շատ լավ հումորի զգացում, շատ լավ մատուցման ուրեմն տաղանդ եւ ամբողջությամբ ինքը նայում է, պատրաստում է, այսինքն այդ կոնտենտը գլոբալ առումով երկու մասից է, բաղկացած, մեկը ուրեմն Էդգար Ղազարյանի կոնտենտը եւ երկրորդը մեր աստղիկի ուրեմն մոնտաժային հմտությունները։ Ինչա ձեռով անում։ Դու չես էլ մոնտաժ անում։ Մոնտաժն էլ է ինքը մենակ անում։ Չէ, ինքն է անում մոնտաժ։ Ձեռով այնպես ասում եմ, մի ասա ինձ, մի ասա։ Կամ կարող է ուրիշ բաներ ձեռով անում, բայց չէ, ճիշտը դա է։ Չգիտեմ, խեր ձեռով անում։ Ինչևէ, այդ դրա մասին ու ես շատ ուրախ եմ, իրականում շատ մեծ ուրախություն է ինձ պարգևում եմ, որ մեծ դիտումներ ա ունենում, գիտեք, որ որոշ դեպքերում նույնիսկ այդ օրիգինալ հարցազրույցից, հանրայինի օրիգինալ հարցազրույցից ավելի դիտվող բաներ ա ունենում։ Ներողություն, Նիկոլի ելույթը։ Հենց ամենալավը է, ամենաբանը։ 140-150 հազար դիտում ա ունեցել մեր մոտ, Նիկոլի մոտ 90 քանի հազար։ 110 էր վերջին։ 110 Նիկոլի մոտ էր, 140 իրա մոտ, այսինքն իրա
ձևակերպումները իր ներգործությունը ավելի շատ դիտում էր ունեցել։ Էլ չեմ ասում առանձին կտորները TikTok-ում 100,000 դիտումներ։ Արա իդեպ արի մի հատ TikTok-ից խոսանք, էլի։ Դե ոչ միայն TikTok-ից, մեր բանով, էլի։ Մենք իրականում այս վերջերս ենք բացահայտել, ժողովուրդ ջան, անկեղծ ասած, որ բանը մեր TikTok-ը կոնկրետ բավականին լուրջ արդյունքներ է ցույց տալիս։ Բավականին լուրջ, ու պրիտոմ այն այսպես կոչված TikToker-ների արածին զուգահեռ, արածին հավասար արդյունքներ է ցույց տալիս։ Վազգենը դրա վրա ուշադրություն հրավիրեց, ես չգիտեի, որ դրանց մոտ տես քիչ է դիտումներ, ես գիտեի, որ ամեն մի տես բանը եկա դիտում է բերում բանին, իրանք ասենք մի 200-300 հազարի դիտում ունեն, հաստատ ծուռը։ Ու բանը, ու վերջում պարզվեց, որ մենք էլ ենք մեր մոտ էլ է, այդ նույն գրեթե նույնական դիտումներ ունենք դրանց շատերի հետ։ Դրանց ասելով վատ իմաստով չեմ ասում, մարդկա վատ, մարդկա լավ։ Մարդկա վատն է, մարդկա լավն է, այսինքն TikTok-ի բանով էլի նայենք, ու փաստացի այսօր TikTok-ը մեր համար դարձել է այն սոցիալական ցանցը, որտեղ որ մենք ունենք բավականին լուրջ ներգրավվածություն, բավականին լուրջ ներկայություն, ասենք YouTube-ից առաջ է TikTok-ի մեր բանը, հա, այսինքն բոլոր առումներով TikTok-ը մեր մոտ տալիս է բավականին լավ արդյունք եւ այդ բավականին լավ արդյունքը բանա ամբողջությամբ չգիտեմ, երբ թե հիմնավորված է։ Ինքը գիտես ոնց է, ես օրինակ ուսումնասիրում եմ միջազգային տարբեր այդ նախագծերը, հիմնական ոնց որ product-ը ինքը բնական է, տենց չի նայվելու, ոնց որ առանձին վերցած կտորները։ Դա նորմալի երևույթ է լրիվ ու մենք YouTube-ը գնալով զարգացնում ենք ու շատ լավ է, որ ավելանում են մեր բաժանորդագրումները, ավելանում են մարդիկ, որոնք առաջին անգամ են դիտում, ամեն թողարկում վստահաբար գտնվում են մարդիկ, որոնք առաջ անգամ են մեզ դիտում, իդեպ նաև TikTok-ից եւ այլ հարթակներից մեզ գալիս միանում են ուրեմն հետևորդներ, համախոհներ, ու հիմնականում իդեպ ջահել տենց կոնտինգենտը, հիշում ես, ես վերջին անգամ գնացել էինք տեխնիկա գնելու մի Կարեն անունով երիտասարդ, մի 10 տարեկան մոտեցավ, ասեց ես ձեր համախոհն եմ, մի խոսքով վստահաբար ինքը օրինակ TikTok-ից էր, ես չհարցրեցինք, բայց ես ենթադրում եմ, ուստի TikTok-ում հիմա շատ ակտիվ է վիճակը, մեր նաև առանձին կտորներ կտրտվում, շատ դեպքերում մենք էլ չենք դա անում, ուրիշ մարդիկ են ինչ-որ կտրում, ինչ-որ կտորներ դնում ու ես այդ ռեզոնանսը զգում եմ, որ եթե ինչ-որ մի նյութ շատ ինձ դուրսը տեսնողները ասում են ինչ-որ հղում անելով դրա վրա, ուրեմն TikTok-ից ավելի շատ տարածվեց, վերջերս նայեցի մեր մի հաղորդման մի կտոր 500 քանի հազար դիտում ուներ, մի հատ ուրիշ կտոր 200 քանի հազար, ու ամեն թողարկում ունի մի քանի 100,000 եւ ավել դիտումներ ունեցող կտորներ կան, ուստի TikTok-ում էլ է շատ կարևոր ու շատ կարծում եմ գնալով քաղաքական առումով TikTok-ը դառնում է տեղեկության տարածման կարևոր հարթակ։ Նվազագույնը քո ասած կոնտինգենտի շրջանակներում, այսինքն այդ երեխեքի երիտասարդների շրջանակներում նվազագույնը բավականին տարածում է գտնում ու մենք կարամ ասեմ, որ ես չէի ֆիքսել, Վազգենին չգիտեմ ինքը շուտ էր ֆիքսել, թե հենց այդ ընթացքում է ֆիքսել, որ ասեց, բայց երբ որ Վազգենը ասեց, մենք մտանք նայեցինք, TikTok-ը բավականին ուժեղ գնում է ու մեր բոլոր պրոդուկտները գրեթե, հատկապես իմ նեմնիմին Ղազարյան versus Ղազարյանը, իրանք պրոստը պայթաստում են TikTok-ում, ու չէ, նաև վերահսկելի չի այդ պրոդուկտների հետագա այլ տվայրերում տարածման բանը ընթացքը, այսինքն մենք չենք կարող ասենք այլ մնացած տեղերում ինչքան է տարածվում դա, էլի։ Գլոբալ առումով ինքը մուլտիպլիկատիվ էֆեկտ է TikTok-ում հայտնվել է այդ ռիլերի post production բանը ինդուստրիան, ու ես շատ ուրախ եմ, որ մեր մոտ այդ սոցիալական ցանցը եւս ստացվել է։ Ինչ տեղեկություն ունեք impeachment-ից։ Что-то ինչ Ինչ ունենք, ինչ տեղեկություն ունես impeachment-ից։ Ես առաջարկում եմ իրականում մենք impeachment-ի վերաբերյալ Աննային հարցնենք։ Մենք նախորդ անգամ ասացինք, որ ակնհայտորեն այս պահից, այսինքն այն պահից ազգային լսումների, ազգային ժողովի լսումների պահից սկսած գնդակ արդեն գտնվում է պատիվ ունեմի դաշտում եւ կարող պատիվ ունեմի ներկայացուցիչ այսօր գալու կհարցնենք իրենից, թե հետագա քայլերը կամ այս պահին կատարվող գործողությունները որոնք են եւ ավելի հավաստի կլինի տեղեկությունները, քան մենք ասենք մեր ունեցած ինչ որ տարբեր տեղերից տեսած լսած տեղեկությունները։ Հա, ես էլ եմ համաձայն։ Կարեն հարցում է տղաներ ջան, զգացել եք Factor TV-ն այս վերջին շրջանը իշխանական է դարձել։ Անկեղծ ասած, ես Factor TV-ն երբեք ընդդիմադիր չեմ դիտարկել։ Դուք
Երբ որ ինձ եք Factor TV-ին ընդդիմադիր դիտարկել։ Երևի ավելի նեյտրալ էին դիտարկում։ Դե ես ասեմ Factor TV-ին այն ժամանակ ստեղծվել է, ես դաժե ստեղծման տարեթիվն եմ հիշում լավ, 14-15 թվական, ստեղծվել է բաց հասարակությունների հիմնադրամ ֆոնդի կողմից, նույն ինքը Սորոսի ֆոնդի կողմից, Factor TV-ն տարածել է միշտ արևմտյան նարատիվներ, Սաստա ծռերի բանի ժամանակ Factor TV-ն տարածում էր այն որ այդ տղեկը մեղք են եւ այլն եւ այլն եւ այլն։ Իշխանազավթման ընթացքում 18 թվականի իրանք ամբողջությամբ մեկնաբանել են Նիկոլ Փաշինյանին, այսինքն ես երբեք չեմ դիտարկել իրանց ընդդիմադիր ծիրի մեջ, ինչ որ պահի Վազգենի ասած նեյտրալությունը ունեցան, հետո քննադատության արժանացան իրանք էլ ազատությունը ձև չուներ, որտեղ փող չուներ, դիմացավ քննադատությանը ու դարավ իրականում ոչ միայն չեզոք, այլև ավելին ասեմ, այս պայմաններում ընդդիմադիր լրատվամիջոց, իրանց արածի հետ համեմատելով իրանք ռադիկալ ընդդիմադիր են հիմա։ Չեմ ասում մեր պատկերացումներով, այլ ընդհանրապես նախկինում ազատության, իսկ Factor TV-ն է մնացել այդ նարատիվները բերող տանող արևմտյան նարատիվների սպասարկող նորմալ փող այդ մարդկանց տեղից է, ինչ եք ուզում։ Այսինքն բա ինչ լներ Factor TV-ին, Factor TV-ին գար դառնար բանը ուլտրա անդիմադիր լրատվամիջոց, տենց էլ պետք է լիներ, ով ասել որ իրանք չպետք է լինեին։ Ընդհանրապես ասեմ ձեզ մի բան, ես դեմ չեմ իշխանական պատգամավորներին կանչելուն կամ պաշտոնյաներին կանչելուն, դա կոպիտ ասած բան չի, էլի։ Մենք եք ուզեինք կանչեինք, եթե այդքան տաղա լինեին գային մեր տաղավար, օքեյ կլիներ, ճիշտ է դրանից հետո մենք կարող է դատվեինք, բայց էական չի։ Ես դրա դեմ բան չեմ տնում։ Բայց կանչել չքմեղանալ այդ մարդկանց առաջ հարցեր տալ, տես կիսախնդալ իրանց արած վեհապարի բանի մասին հումորների կամ պադիոպկեքի վրա, ես կարծում եմ, որ մեծ սխալ է ու դա մենք մեզ երբեք թույլ չէինք տա։ Իսկ իրանք գնում են մենակ տես տեղեր հյուր։ Հենց որ, չգիտեմ, ես երբեք չեմ դիտարկել Factor-ին ընդդիմադիր։ Նվազագույն ընդդիմադիր, էլի չեմ ասում իշխանական եմ դիտարկել, բայց նվազագույն ընդդիմադիր չեմ դիտարկել, որտեղ իրանք արևմտյան նարատիվների կրող եւ տարածող քաղաքական կոնկրետ ֆոնդից բացված մեդիա են, չեք ուզում։ Մենք մոռանում ենք մեկ ասենք, տենց ոնց որ հաբրգել ենք այդ առումով, այդ շատ վատ նշան է, էլի, այսօր ես ֆիքսեցի, որ մենք Դե նա մենք 76000 ասում ենք լավ էլ գնում է, բայց չէ, պետք է ակտիվ գնանք, որ 100,000-ին հասնենք, այնպես որ անպայման բաժանորդագրվեք, նաև օգնենք մեզ ֆինանսապես, եթե ունեք դրա հնարավորությունը, Patreon համակարգով դա ամենատենց ֆունդամենտալն է, որովհետև ինստիտուցիոնալ ֆինանսավորում է ամենամիս, ամենաչնչին գումարից միջով բավականին զգալի գումար, կարող եք այդ միջոցով մեզ նվիրաբերել, donation alerts, Patreon, super chat, քարտային բանկային փոխանցումներ, իդրամ, մի խոսքով բոլոր հնարավոր միջոցները փորձել ենք գործիքակազմի առումով ներգրավել, որպեսզի այն մարդիկ, ովքեր ունեն ցանկություն եւ հնարավորություն, կարողանան մեզ աջակցել։ Մնացեք մեզ հետ, կարճ դադարից հետո մենք կվերադառնանք ուղիղ եթեր արդեն հյուրի հետ։ Սիրելի ընկերներ, մենք վերադարձանք ուղիղ եթեր, դուք դիտում եք իմ Nemni Live podcast-ը, մենք ուղիղ եթերում ենք եւ հատուկ բոլոր այն մարդկանց համար, ովքեր ասում են դե Դավադի տեղանք, տղեկ երբ է գալու Աննա Մկրտչյանը, լավ նորություն, Աննա Մկրտչյանն արդեն տաղավարում է։ Բարի ուշ երեկո Աննա ջան։ Բարի ուշ երեկո, շնորհակալություն։ Շատ այս ուշ ժամին մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ, որ էլի մի քանի ամիս անց ինձ հիշել եք։ Մի քանի ամիս առաջ։ Դե վերջի անգամ մի քանի ամիս առաջ է հյուրընկալվել։ Քանի ամիս էր։ Դա մի 3 էլ 3 եւ ավել։ Երկուս հաստատ։ Ասեմ քեզ, քանի որ անընդհատ մեծ պահանջարկ ունի քո ներկայությունը մեր տաղավարում, մենք ուզում ենք ոչ լեք դեֆիցիտ ստեղծեք արհեստական։ Այո, ստեղծենք այդ սպասումները, որ անդադ գրեն մտնեն գրեն Աննային երբ է կանչելու, ասենք կանչեցինք։ Այնպես որ նշի որ մենք հատուկ այդ բաները ավելացնում ենք այդ մարդկանց կարոտը քեզ տեսնելու մեր տաղավարում։ Շատ շնորհակալ եմ։ Ու մենք էլ ենք կարոտում։ Մշտապես հաճելի է ձեզ հետ զրուցել այս դիալոգը, ու նաև ձեր ունկնդիրների հետ այս դիալոգը ինձ թվում է միշտ շատ պրոդուկտիվ, մի քիչ ինչ-որ սուր հակազդեցություններով, բայց կարծում եմ այդ ամեն ինչի մեջ էլ ծնվում է ճշմարտություն։ Միանշանակ։ Ասեմ քեզ, որ երբ մենք հայտարարեցինք, որ դու ես լինելու հյուրը, համացանցում էլ որոշակի արձագանքներ միանգամից տեղի ունեցան, հարցեր գրեցին մարդիկ եւ մենք էլ բնականաբար ուզում ենք քեզ հետ խոսել, լսել քո տեսակետը, նաեւ վստահաբար դու կարող ես ներկայացնել խմբակցության տեսակետը որոշ հարցերի վերաբերյալ, այնպես չի որ սրվելու ենք ինչ-որ մի հարցի շուրջ կխոսենք հանգիստ տարբեր հարցերի վերաբերյալ, որովհետև այսօր ներքաղաքական իրավիճակը այնպեսին է, որ
վստահաբար պակաս չկա թեմաների խոսելու։ Թույլ տուր, որպեսզի միանգամից այդ մի թեման հանենք արանքից եւ մարդիկ էլ իմանան, որ որևէ մեկը չի խուսափում այդ թեմայից, միանգամից գանք վերջին զարգացումներին կապված իմպիչմենտի գործընթացի հետ։ Մենք էլ էինք ներկա լսումներին եւ շնորհակալություն պատիվ ունեմ խմբակցությանը, որ տվեց մեզ այդ հնարավորությունը, հրավերը ուղարկել էր նաեւ մեզ եւ մենք գնացինք, ես առաջին անգամ էի օրինակ ձեր աշխատավայրում գտնվում, իմ մոտ նստապորցներ, որ ինքը տոց մեծ դալիճ է եւ հիմա ուրիշ ձև եմ նայում այդ նիստերը, որտեվ այն ժամանակ թվում է թե տենց ընդդիմությունը իշխանությունից ֆիզիկապես բավականին հեռու է, որտեվ մեծ դալիճ է, բայց ինքը իրականում շատ կամերային միջավ է։ Փառքաստո ես ամենածայրն եմ նստում, ես ֆիզիկապես լավ հեռու եմ։ Դրա համար էլ տենց է։ Իդեպ ասա որ այդքանից հետո ինչքան ավելի անհասկանալի է, որ կարելի է շշով խփելու պրոմախտալ։ Փոքր դահլիճ։ Դժվար է դա։ Ասա որ անհնար է համարյա։ Սա դե շշով։ Ես օրինակ իմ նստած տեղից նայում էի հենց այդ համատեքստում էլի ում որ ուզեի, պրինցիպի կկպնեի։ Հատկապես որ հա, իմը տենց իշխանության ես այն ամենա դա պետք է ցուցակում հավակնելու հաջորդ այդ անցկացված մրցույթի տրամաբանության մեջ քո շիշ շպրտել է։ Միանշանակ հաշվի առեք դա, որ ես այդ հարցով Մեր ցուցակում չէ, բայց տեսում ա շիշ շպրտող պետք։ Հա, Единая Россия սաստավով գնա։ Վիկտոր Ռուսաստանի քաղաքացի։ Լսի, լուրջ եմ ասում, կատակ չեմ անում։ Ես առաջի անգամ որ ազգային ժողովում, եթե չեմ սխալվում, 21 թվականից հետո եմ եղել առաջին անգամ։ Չէ, լավ, մինչև էտել եմ եղել, ներողություն։ Բայց 21 թվականին որ գնացի, եկա այդ դալիճ այդ շշոցիներից մի քանի վաղ հետո էր, էլի։ Արա ու ես ասես նայում եմ, իմ մտքի մեջ գիտես որն էր, որ ոնց կարելի է էլի դից պրոմախտալ այդտեղից այդ Դե այն որ այդ դահլիճում ազգային ժողովում գտնվող ընդդիմադիր հատված, այսինքն մենք արդյունավետ չենք եւ ոչ միայն շիշ շպրտելու հարցում, այդ կարծում եմ փաստ է եւ ես չեմ փորձի հակառակը համոզել, չէ, ես պետք է ասեմ, որովհետեւ մենք անկեղծ ենք խոսում, Վազգենն էլ ասեց չենք խուսափում, ցույց տանք, որ չենք խուսափում, կարծում ես 4-5 հանդիպումը, որ այս տարիների ընթացքում հնարավորություն եմ ունեցել ձեզ մոտ հյուրընկալվելու կամ ընդհանրապես մարդիկ, ովքեր ինձ են հետևում, ձեզ են հետևում, վստահաբար գիտեն, որ երբեք որևէ բան պայմանավորված, խուսափելու, հարց հանելու, մի քիչ հարմար հարցը տալու այդպիսի հարցեր չի եղել։ Մեր դեպքում թե քո դեպքում առհասարակ։ Եվ այս դեպքում երկկողմանի կարծում եմ, որ չէ, մենք այդ չունենք։ Կարծում եմ մեր լսարանը գիտի անկեղծորեն որևէ բառ չենք խոսացել աննա այդ միջև եթերը, այս ընդմիջման ժամանակ եկել նստել է ու ուղղակի տենց ոչ թե ծրագրի վերաբերյալ ու մի խոսքով չեմ էլ բայց մի բան օրինակ ես պրետենզիա չկա։ Լավ օրինակ բերեմ մի հատ։ Չէ, դու ասացիր որ խուսափելու տպավորություն չստեղծենք, եթե չտամ այդ հարցը, մարդիկ մտածում որ ախպեր մի տեսակ խուսափում է, դրա համար տալու։ Հեսա կտաս, բայց մի հատ բան օրինակ բերեմ, ուրեմն Արմեն Աշոտյան նորա դուրս եկե, դե ու մենք բնականաբար մեր հաղորդմանը հյուրինքը երբեք չէր եղել, որտեղ հենց մենք սկսել էինք այդ մարտին, մենք սկսել էինք, իրան հունիսին բռնեցին ու մենք вообще-то շատ կեսերից սկսեցինք հյուրեր կանչել, էլի այնտեղ սկզբից բանա։ Ես առաջիններից եմ եղել, այո։ Ամենադիտվածներից։ Դե այն ժամանակում ամենադիտվածներից էր մեր Արմենան։ Ու Արմենը դե չէր եղել մեր մոտ, հիմա որ եկի բանա, դե գնացինք որ նկարելու, դե մի քիչ շուտ գնացինք բնականաբար, այնտեղ տեղավորելու բանի հարցեր ունենք։ Կներես, որ ընդհատում եմ, բայց այդ ձեր անոնսից հետո Նիկոլա հպատակ այդ իրավապահ համակարգը, ավելի ճիշտ Նիկոլա հպատակ համակարգը խառնվել էր իրար, մտածում էր հասկանալ այդ ինչ պետք է լինի, ոնց պետք է լինի։ Ես այդ լսել եմ, էլի եմ լսել, ու խոսում ենք Արմենի հետ, ասում եմ նայ, սրանից խոսանք, մենք էս Արմենը ֆրոց ցած, ապա կլինի հաղորդման բաները չքննարկենք։ Ասում եմ, այ ախպեր ջան, հո մենք չենք քննի, հիշում ես, չէ՞։ Արա ու մենք չենք քննարկում, քեզ ինչ հարց տանք, չտանք, պրոստը ընդհանուր ինչերից ենք խոսալու, էլի։ Այսինքն նաև մեր համար էր կայֆ, որ Արմենը մեկը այդպես բան չասեց։ Բայց նաև աբիտնիեր են, որ ինքը մտածում են մենք ուզում ենք հաղորդումը այդպես հարցերով դնենք կազմակերպենք, էլի, հենց որ այդ մեր մոտ սաղ բնական է ու շատ կայֆ։ Դրա համար սկսում ենք հենց առաջին հարցից լսումներից։ Իմ կարծիքով, հա, նու լսումները կարծում եմ շատերը տեսան, իրանք գլոբալ առումով բովանդակություն էր, որ Հայաստան խմբակցությունը համաձայնեց պատշաճ կերպով այդ ձայները ապահովել, իրենց ձայները ապահովել համապատասխան փաստաթղթի տակ եւ այդ պահից արդեն տրամաբանությունը այդ գործընթացի որոշակի փոփոխություն կրեց, եթե միջև այդ ակնհայտ էր, որ ներընդդիմադիր խնդիր կա
կոնսոլիդացիայի այդ օրակարգի շուրջ, ապա ստեղ արդեն ակնհայտ դարձավ, որ օքեյ, այս հարցով առնվազն ստորագրությունների մասով, չեմ ասում հետագա աշխատանք կամ քարոզչական աշխատանք, առնվազն ստորագրությունների մասով կա։ Եվ ես ունեմ շատ ընկերներ, նաև շփվում ենք տարբեր մարդկանց հետ, մեզ փողոցում են, վստահ եմ քեզ էլ նույնը, թե պետք է որ դու անմիջական մասնակից ես, կարողա խոսույթ հայել լինի, մենք քանի որ ավելի ստեղ միջնորդավորված ու հարթակ ենք պարզապես, մեզ գուցե ավելի ուղիղ տեքստով ասում են, որ ընկերներ, այս պայից գնդակը պատիվ ունեմի դաշտում է, քանի որ Հայաստան խմբակցությունը, այո, համաձայն ենք, որ խնդրահարույց ճանապարհով եւ ամիսների ուրեմն ճանապարհով տենց, հա, ձգձգումներով ինչ եք ֆիքսել մի քանի միշտ ֆիքսել ենք։ Վերջի վերջո տվեց այդ ստորագրությունները։ Հիմա գնդակը պատիվ ունեմի դաշտում է, իրանց գործողությունները դեռևս տեսանելի չեն լայն հանրությանը, ուստի խնդրել էին ճշտել, թե ինչ է հիմա այս գործընթացի հետ կատարվում, ինչ գործընթաց, ինչ փուլում ենք կամ ինչ է ակնկալվում, արդյոք ինչին սպասեն, ոնց ներգրավվեն, եթե պետք է ինչ-որ փուլում ներգրավվել, այսինքն գլոբալ միատաս այս պայդրությամբ update մեզանես այդ process-ի շուրջ։ Հասկացա, բայց ձեր թույլտվությամբ մինչև դրա հետ կապված update-ը ես մի քիչ նախապատմությունից էլ կամ տպավորություն չստեղծվի, որ երբ որոշեցինք, այտենց մտանք այդ դահլիճ առանց խոչընդոտների, այտենց Ալենը նստած մեզ էր սպասում, էլի, որ այ հենց մի հատ ցուցակ ուղարկենք անվստահության վերաբերյալ խոսելու կամ նախագիծ ուղարկենք, որտեղ պիտի ազգային ժողովի հայտարարություն լինի Նիկոլի չարագործությունների մասին, իր դավաճանությունների մասին, այ միանգամից պիտի բերեն ազգային ժողովի դահլիճ։ Ես շատ չերկարացնելով, չծանրացնելով ինչ-որ դետալային անդրադարձ չեմ անի, բայց ուզում եմ ձեզ վստահեցնել ու նաև մեր ունկնդիրներին, որ հնարավոր բոլոր արհեստական խոչընդոտները ստեղծել են, որ նախ այդ դահլիճում չլինի լսումներ, երկրորդը չլինի հայտարարության տեքստ, այն չգիտեմ, իրավաբանական վարչությունից, ինչ վարչություն կար ազգային ժողովում եւ ազգային ժողովից դուրս, ինչ-որ արհեստական բաներ ա փորձել գտնել այդ ամեն ինչի մեջ, մենք փորձել ենք դա ինչքան որ կարողացել ենք հաղթահարել, այն որ այս ամբողջ տարիների ընթացքում երբևէ չի եղել ազգային ժողովում ներկայացված ցուցակ, որը տենց իրանց ընտրությամբ ինչ-որ սելեկտիվ հանվի, այսքանը կգան, այսքանը չեն գան, պարզվում է հիմա արդեն աթոռի քանակով են մարդ ներս թողում, դա նոր սկզբունք է ազգային ժողովում։ Ինչքան աթոռ կա, այդքան մարդ պետք է գա, ավել չի կարող փաստորեն։ Ալենի մոտ այդ սկզբունքն է հիմա այդ աղդամցու, այսինքն հնարավոր բոլոր ձևերով կոտրել այն դիմադրությունը, որ իրենք կարող էին տեսնել հենց ազգային ժողովի դահլիճում, հնարավորություն չտալ ստեղծելու այն կոնսոլիդացիան, այն միասնությունը առարկայացված տրամաբանության մեջ, որ կլիներ այդ դահլիճում Նիկոլի դեմ, այսինքն դուք էլ այնտեղ նստած էիք, վստահ եմ տեսաք, որ բազմակարծությունը հենց այդ դահլիճում էր, բազմակուսակցականությունը ապահովված էր եւ որևէ մեկը կաշկանդված չէր թե մեզ քննադատելու, թե ասելու այն ինչ մտածում է, բայց այնտեղ կարմիր թելով անցնում էր միտքը, որ այո, սրանց ազատվել է պետք եւ օր առաջ է ազատվել պետք։ Ինչի մասին է հենց հանրապետականի ստանձնած պատասխանատվությունը եւ ինչի մասին է հենց պատիվ ունեմի ստանձնած պատասխանատվությունը։ Այստեղ սահուն անցնելով գնդակի մասին, մենք խնդիր չունենք գնդակը մեր դաշտ ուղարկում են թե չէ, որովհետեւ գիտեք 2018 թվականից այնքան գնդակներ ա եկել մեր դաշտ, ու երբ որ 2018 թվականին միայնակ կանգնած էինք այդ գնդակների հոսքին մի ձև դիմանում էինք, չգիտեմ, որոշ դեպքերում ընկնում էինք, հետո նորից բարձրանում էինք այդ գնդակների հարվածներից, բայց միայնակ պայքարում էինք, այդ մեր ճշմարտությունը մեր հետ էր, ու այդ ճշմարտությունը եկել հասել է նաև այսօր այդ անվստահության գործընթացին։ Մենք ասում ենք, որ Նիկոլից պետք է ազատվել։ 18-ին էլ է հանրապետականը այդ ասել։ 18-ի արտահերտ ընտրությունների ժամանակ էլ է այդ ասել։ Այսօր դրանից խոսում էինք իդեպ։ Այո, այդ ատելության մթնոլորտը որ կար, ասեմ բոլորը դարձել էին Նիկոլին բարեկամ, դա պաչիկով բարևողներ, մենք իրա թշնամին էինք, էլի, այսինքն ուրիշ մարդ չկար, եւ դա իմ ինչ որ ենթատողերով արտահայտություն չի, դա պարզ իրականություն է, Փառք Աստծո համացանցի դարներ նաեւ այդ ժամանակահատվածը հիանալի տեսանելի էր, թե ինչ էր այդ ժամանակ կատարվում։ Արա, այս ասացի վրա այդ բանավեճը հիշեցի, գիտես, չէ, սաղով մենակ հարցակվել էին Վիգեն Սարգսյանի վրա։ Այո, սաղով։ Այո, այն իբր քաղաքական գործիչներ կային, չէ՞, տենց յանում կլասիկի մեջ, բայց էլի Նիկոլի կողքը կանգնած կլասիկ տրոյական ստերի, այո, եւ մանիպուլյացիաների մեջ մինչեւ հիմա հատուկ հանձնարարություններ կատարող, էլի։
Impeachment-ն էլ հենց այս տրամաբանության մեջ է եւ մեր կուսակցության ղեկավարի շուրթերով էլ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մենք падգամավորների մակարդակով նաեւ անդադար ասել ենք եւ ասում ենք, այո, պատասխանատվությունը մերն է, բայց մեր այդ պատասխանատվության հետ պիտի նաեւ հասկանանք, թե ինչ որն է նպատակը։ Նպատակը Նիկոլից ազատվելն է։ Եվ կարծում եմ այս 7-8 տարիների ընթացքում մեր ամբիցիայի բացակայությունը ոչ թե ստեղ նստած իմ տան սիրուն խոսքերով կամ ոչ այդքան սիրուն նախադասություններով արտահայտվում, այլ արտահայտվում է մեր վարքագծով։ Բացարձակ ամբիցիաների բացակայություն, իշխանության գալու, ինչ որ առաջի շարք կանգնելու, ինչ որ մեկին առաջի շարք բրթելու տրամաբանության մեջ, այլ ամբիցիա Նիկոլին հեռացնելու եւ այդ հեռացնողների մեջ լինելու համար։ Մենք որոշել ենք, հանձն ենք առել, այդ կամքը թույլ տվեք ասեմ ցուցաբերել ենք, խիզախությունը ցուցաբերել ենք, անել քայլ անել գործողություն, խոսելու նաև փոխարեն, որովհետև ես ձեզ անկեղծ կասեմ, մենք նույնիսկ այս անվստահության գործընթացը դեռ չկար չերել երևում, նույնիսկ իրավական հնարավորություն չկար, դեռևս 2021 թվականը նոր էր, ես ձեր տաղավարում ասել եմ, որ ինձ համար դիսկոմֆորտ է այնտեղ։ Ես այնտեղ չեմ գնացել ընդդիմադիր падգամավոր աշխատելու։ Այնտեղ Նիկոլի հետ օրինագիծ չկա քննարկելու, այնտեղ դրանց հետ ինչ որ տեղ չկա։ Իմ համար դա անընդունելի, անհարմար միջավայր է եւ ես այնտեղ եմ եղել ու շարունակում եմ մնալ որպես երաշխավորված ձայն Նիկոլի դեմ։ Եթե ես այդ երաշխավորված ձայն լինելու համար որևէ գործողություն անգամ չեմ անում, այդ դեպքում կներեք, ելում է պետք իմ համոզմունքները, ելում է պետք ընդհանրապես այս գործունեությունը, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում քաղաքականություն չկա, որ ես մտածեմ, հա դե ինչ կլինի, Նիկոլը կմնա 2026 թվին է կմնա, չգիտեմ 28-ին մի հատ էլ կարող է որոշի արտահերթանի, ես էլ տես ձեռի հետ կողքից քաղաքականությամբ կզբաղվեմ, կգամ տաղավարում կնստեմ, չէ, ես այդ չեմ ուզում։ Ես ուզում եմ, որ Նիկոլը գնա։ Հետևաբար ցանկացած տեղ, որտեղ կա թուղթ ստորագրելու, որպեսզի Նիկոլը գնա, հնարավորություն, թեկուզ 1%, որտեղ կա փողոցային պայքար, որտեղ ինձ ասում են առանց ես երաշխիքներ պահանջելու, որ նաև քեզնից է կախված, Հայաստանի քաղաքացի է քեզնից որպես կախված, ոչ թե ինչ-որ ընդդիմադիր падգամավոր կամ կարգավիճակ ունեցող մարդ, գնում այնտեղ կանգնում եմ եւ անտրտուն շարունակելու եմ կանգնել, որովհետեւ ես այլ ճանապարհ չգիտեմ։ Շատ կուզենայի իմանալ երաշխավորված ճանապարհ Նիկոլի գնալու, շատ կուզենայի իմանալ ինչ որ մի տարբերակ, որը մաքսիմալ անվնաս կլներ Հայաստանի համար ու Հայաստանի քաղաքացիների համար Նիկոլին վռնդելու, բայց կներեք, այս մարդը մեզ այդ ճանապարհը չի թողել։ Ինքը ասում է Հայաստանի ժողովուրդը կանգնած է իմ Էրդողանի, Ալիևի ճամփին։ Դուք մեզ խանգարում եք, ես այդ ճամփից ձեզ վերացնելու եմ եւ այս բառի, այս նախադասության ուղիղ եւ անուղղակի իմաստով։ Ոնց որ վարվել է Արմեն Գրիգորյանի հետ, ոնց որ վարվել է Սոնա Մնացականյանի հետ, ոնց որ վարվել է Վալուձա Գրիգորյանի հետ։ Ինչ այդ մարդիկ ուղիղ եւ անուղղակի իմաստով հայտնվել են իր ճանապարհին։ Սոնա Մնացականյանին սպանել է Նիկոլ, որտեվ հայտնվել է իր ճանապարհին ուղիղ իմաստով։ Արմեն Գրիգորյանին սպանել է, որտեվ քաղաքացիական դիրքորոշումը իր տանելի չէր։ Վալոդիա Գրիգորյանին չեն հանդուրժել ինչի համար, թույլ են տվել, որ այդ ամեն ինչը տեղի ունենա, այն Նիկոլի ասած չակուճի իջացնեն իր գլխին, այն Նիկոլի ասած, որ ընդդիմադիրները մենակ ասֆալտ ու բորջուր լիզելու համար են, ինչի է այդ ամեն ինչը տեղի ունեցել, որովհետև դա է իրանց պատկերացումը հայ ժողովրդի մասին։ Մի հատ բան ասեմ, անկեղծ եմ ասում, вообще չեմ ուզում ընդհատեմ, որտեվ այնքան այդ կտորեն ես մեր սրտից ես ասում, ոնց որ մենք նստած խոսալուց ենք, հատկապես ուղղակի ավելի գեղեցիկ բառամթերքով։ Եւ ոչ միայն բառամթերքով, նաեւ ավելի գեղեցիկ արտակինով։ Էդ էլ երկուսիս համեմատ։ Ու հաստատ իր Դե թողենք թող խոսա։ Սա հուն հեսա գնալու այն կին տղամարդ տարանջատման է։ Կամաց էսա սեքսիզմ մոտ է գալու։ Քեզ հաստատ քո անունը չեն խառնում, ոնց որ Վազգենի, ասենք իմ նման, ասենք տենց ավելի չաղոտ բանոց էս բաներ չկես ասեք body shaming stop։ Էդի դու քեզ ես շեմանում, արա։ Հանգիստ արա։ Դու քեզ ուզում ես արա։ Անտի։ Բայց մի հատ բայց Վազգենի կողմ չթեքվես։ Հա։ Չասես իրա կոմիկ դա թեքվում, ես իրա կողմ չեմ։ Գալիս է նստած, բայց դիարեմ, ախպեր չաղացի։ Ամա մարդիկ ասում են քո ռազմերով շորեր հացի, Ռազմիկ ջան։ Ռազմիկ ջան։ Մինչև Նիկոլը չգնա, դու չես չաղա։ 100%։ Հետո լսում եմ Վազգենը Ռազմիկն է։ Ուրեմն լավ, հարցս կամ նորից կամ քաղաքական բանի։ Դայ, այդ ասախ բանը հասկանալի է ու ես մի հատ բան ասեմ, իմ համար ամենաանհասկանալին այն է, որ այդ զրո ամբիցիայի սկզբունքը ես վստահ եմ, որ նենգա փոխվում է ու հատուկ չի դա, ոչ թե ինքը misunderstanding է, ինչ որ մարդիկ չեն հասկանում, այլ պրոստը իրանք հատուկ ինչ որ sense բան են մտածում, իրանց նման են էլի մտածում, պատկավյորնի բաներ կա, խափում են, հետո կգան, կասեն էսա մեր իշխանությունը, ես այդ սա հասկանում եմ։
Բայց հիմա էլի վերադառնալով լսումներն ու այս թեման փակենք։ Ինձ շատ մարդիկ ասում են երկու բան է քննարկվում։ Առաջինը, որ պատիվ ունեմը այդ լսումները արեց, որտեվ գիտեր, որ Հայաստան դաշինքը գալու է ու ասի հա։ Հարց համար 1։ Մինչև լսումները կար ներքին պայմանավորվածություն Հայաստան դաշինքի հետ, որ իրանք այդ լսումներն արեք, մենք կգանք, կասենք, տալիս ենք ստորագրությունները, այդ հարց 1, խնդրում եմ, այդ ֆիքսես։ Երկրորդ հարցը հետեւյալն է։ Մարդկանց մոտ կա ասենց երկակի դուալիզմ է, էլի ձևավորվել բանի, որ հիմա պատիվ ունեմն ու Հայաստան դաշինքը խնդիրները լուծեցին, ամբողջությամբ համերաշխեն, կպածեն իրար հետ գործին միաժամանակ։ Թե սա պրոստը չելենջա Հայաստան դաշինքի կողմից ուղղված պատիվ ունեմին, որ դե տենանք ինչ կանենք։ Ճիշտ է, կան մի քանի այլասերված երկրորդ նախագահի մի քանի այլասերված աջակիցներ, որոնց այլասերվածությունը ոչ միայն մարմնի, այլ նաև մտքի տեսքով է դրսևորվում եւ նաև տարիքի ու կարիքի, որոնք խոսում են տես, բա տենանք կնինչ անում, դուրը ջարդում են, ասենց էժան կենթանիներ կան։ Իրականությունը որն է, այդ համերաշխությունը ամբողջական ու աշխատանքային մթնոլորտում է, թե պրոստը դա չելենջեր ձեզ ուղղված, այսպես բաց տանք էլի այդ հարցը։ Այո, ես խնդրում եմ ոչ մի տար թույլ չտաս, որ հանգարց մոռանամ, էլի առաջին երկրորդ հարցը։ Այո, որովհետև մի քիչ բազմաշերտ էր, բոլոր տարերին ուզում եմ անդրադառնալ։ Նախ ասեցիր, որ մի քանի այլասերվածներ կան Ռոբերտ Քոչարյանի շուրջը եւ այլն։ Ես այդ մի քանի այդ նախադասության բառակապակցության հետ չեմ համաձայնի, շատ պարզ, որովհետեւ այդ մի քանին գոնե իմ մոտ տպավորություն է ստեղծում, որ դրանք ինչ որ անկախ իրանցով զբաղվող, իրանց տրամաբանության մեջ առանձին աշխատող, ինչ որ երազ տեսող, ցերեկը դրա մասին գրող մարդիկ են։ Իրենք նախ տպավորությունն էլ այդպեսին չի, որովհետեւ եթե Ռոբերտ Քոչարյանի այդ համակիրներին իրեն գոնե ամեն երեկոյան իր հետ չայ խմելու տպավորություն ստեղծողները այնպես են պահում, որ դա համակարգային process է եւ այն կարգի համակարգված process է, իրականության հետ ոչ մի կապ չունեցող, ես չգիտեմ նույնիսկ իրանց օգուտը որն է այդտեղ կամ Ռոբերտ Քոչարյանի իրանք մենակ վնաս են ստացել, տպավորություն են ուզում ստեղծեն, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է պայքարել բոլորի դեմ, բացի Նիկոլից, որտեվ ինչ օրինակ, չգիտեմ, օրինակ վախենում է Նիկոլից, չգիտեմ, կարա տենց հարց լինի, կարա, որովհետեւ համակիրները ստացվում է, որ պայքարում են ում դեմ ասես, բացի Նիկոլից, հա, այդ կոնկրետ գիծը, էլի։ Ինչ վերաբերվում է լսումներին եւ դրա այդ challenge-ների մասով։ Նախ այդ լսումների արդյունքում մենք ստացել ենք, մենք ունենք 6 ստորագրություն, եկեք սրա մասին էլ խոսենք, էլի, որովհետեւ այն նախագիծը, որը ներկայացված էր, ուներ 6 ստորագրություն։ Հիմա այդ նախագիծը այլևս չունի 6 ստորագրություն, ունի ավելի շատ թվով ստորագրություններ, ունի 34 ստորագրություն, ինչը մեզ համար ինչ որ վերջնակետ չի, մենք հայտարարել ենք, որ գնում ենք 54-ի հետևից։ Մեզ այստեղ որևէ մեկին թիրախավորելու հարց չկա։ Ես անկեղծ կկիսվեմ ձեզ հետ իմ զարմանքով, երբ որ իմ գործընկերները, Ռոբերտ Քոչարյանի падգամավորները մի քանի ամիս չէին ստորագրում այդ թուղթը։ Ես իմաստը դրա չէի հասկանում։ Ու մինչև հիմա չեմ հասկանում, ու երբ որ Նարեկը ինձ ասում է դու տեղյակ ես դրա մասին, ես մտածում եմ, որ այդ ստորագրությունը լինելու է ամեն օր այն պահից, երբ որ մենք ստորագրել ենք այդ նախագիծը։ Չէ, խոսքը պայմանավորվածության մասին է այստեղ։ Կանադառնամ, այնպես ինչպես կլիներ մեր ստորագրությունը ցանկացած այն պահին եւ իհարկե անվստահության նախագիծ չի եղել, բայց ցանկացած իրենց առաջադրած նախագիծ հայտարարություն վարքյանների ընթացքում ստորագրվել է մեր ֆրակցիայի կողմից։ Այսինքն այդտեղ քննարկում էլ չէր կարող լինել։ Ես ամեն օր էի սպասում այդ ստորագրություններին։ Ես պայմանավորվածությունների մասին խոսել չեմ կարող, իմ անունից կարող եմ անկեղծ ասել, որ ես չգիտեի, ես սրտանց ուրախացել եմ ոգևորվել եմ այնպես, ինչպես ոգևորվում եմ 2018 թվականից էսկոմ ամեն մարդու եւ ամեն քաղաքական միավորի այս կողմ գալով։ Այսինքն, եթե մի հոգի էլ կանգնում էր Նիկոլին դեմ մեր կողքը, ես դրանից ուրախանում եւ ոգևորվում էի։ Նույնը զգացել եմ ես մեր լսումների ժամանակ, շատ ավելի մոտիվացված անելու այն տեսանելի եւ անտեսանելի աշխատանքը, որը անհրաժեշտ է ստանալու Նիկոլին վռնդելը մեր հասարակական կյանքից։ Ինչ վերաբերվում է լսումների նպատակին, հա, մեզ challenge են արել, թե չէ։ Ախր դա ինձ պատասխանելու հարց չի։ Եթե կա ինչ-որ ես ուզում եմ որ լինի, չլինի, եթե որևէ մեկը ուզում է տպավորություն ստեղծել, որ
Վազգենի ասած գնդակը շպրտեց մեր դաշտը եւ վերջ, այսինքն իր պայքարը Նիկոլի դեմ իմիտացիա է ուղղակի, որովհետեւ դա ձևականություն է։ Եթե դու նպատակ ունես հարվածելու այլ մեկին եւ իրականում ուրախանում ես որևէ մեկի տապալումից, որը մտածում էր, որ հաջողելու է Նիկոլին վռնդելով, ուրեմն կներես, ինչով ես դու տարբերվում Նիկոլից։ Ես շատ տխրել եմ եւ անձնական մեծ ցավ եմ ապրել, օրինակ հայրենիքի փրկության շարժման այն ժամանակ, երբ որ վերջացավ այդ շարժումը, ակնհայտ էր, որ ձախողվել է։ Մեծ ցավ եմ ապրել, երբ որ դիմադրության շարժման ժամանակ բեմից հայտարարեցին, որ այդ վրանային ավանն են հավաքում, էլ հնարավորություն չկա, այս ֆորմատով պայքարելու, ակնհայտ էր, որ սա շարունակություն չի ունենալու։ Նույնը զգացել եմ Սրբազան պայքարի ժամանակ եւ նույնը զգացել եմ 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ, երբ ակնհայտ էր, որ այդ ռումբերը, որ Նիկոլը գցեց ժողովրդի վրա, ուղղակի կասեցրեց այդ շարժումները, վերջի երկու շարժումների մասին էր նաև խոսքը։ Այդպիսի ցավ կապրեմ նաև, եթե մենք չկարողանանք հաջողել։ Բայց այստեղ այս ցավը լինելու է անձնական, այն տրամաբանության մեջ, որ այս Նիկոլը էլի մնաց։ Ոչ թե որ հանրապետականը ստացավ ինչ որ հեղինակությանը հարված, որտեղ եթե հանրապետականը հեղինակության հարվածի մասին մտածեր, ես դες վստահեցնում եմ, մեզ մոտ բավարարում է այդ քաղաքական փորձառություն անցած մարդկանց, քաղաքական տեխնոլոգիաներին տիրապետող մարդկանց քանակը, որ մեզ ասեն, որ ստեղ այս քայլը բերում է հեղինակության բարձրացման, թեկուզ արհեստական մանիպուլյացիաների վրա, այս մի քայլը չի բերում։ Բայց ես կարծում դուք տեսել եք նույնիսկ ազգային ժողովում մեր գործունեությունը որևէ մանիպուլյատիվ, այսինքն մենք ինչի չենք գնում նախագիծ քննարկելու։ Չենք կարա ինչ որ դիվիդենդներ դրա վրա շահենք։ Վստահաբար կարանք։ Ինչ որ մարդիկ նույնիսկ կարող է այդ պահին մտածեն, որ դե լավ էլ ընդդիմադիր է, էլի գնացել է, ասում է, այս ստորակետը սխալ է, այս բութը սխալ է։ Ստորակետը չէ, ես վստահ եմ, որ ձեր մոտ կան մարդիկ, որոնք 10 անգամ ավելի լավ դրսում, թեկուզ ոչ միայն պատգամավորների մեջ, նաև պատգամավորների մեջ, բայց որոնք կարան պրոֆեսիոնալ նես կարծիք ասեն, որը որ ամբողջությամբ կմերկացնի այս անասունների բերած ցանկացած։ Այո, բայց այս 2021 թվականի տեղի ունեցած այդ ընտրությունները ու մեր այնտեղ հայտնվել ինչի մասին է, որ Նիկոլը չլինի, ոչ թե որ Նիկոլը լավ նախագիծ գրի, ինչի որ Նիկոլը այսօր բերի քրեական դատավարության կամ քրեական օրենսգրքի մի հատ իդեալական նախագիծ, վաղը սրբազաններին չի նստացնելու, վաղը որևէ բարերարի չի նստացնելու, վաղը չի փորձելու երկրի նախկին նախագահներին սևացնել, ձեզ չի փորձելու կալանավորել, լռեցնել, չեն փորձելու որևէ մեկին ծեծի ենթարկել, ինչպես Սամվել Վարդանյանին են արել ոստիկանների ներկայությամբ այդ ուղեկցող մեքենայում։ Անելու են այդ ամեն ինչը։ Հետևաբար մենք այդ ձևականության կողմնակիցը չենք, մենք այնտեղ ենք սրանից ազատվելու։ Այո, ուզում ենք փորձել ամեն հնարավոր տարբերակը։ Ես նորից եմ կրկնում, բազմաթիվ անգամ էլ ասել եմ, գրզոյի, շիշ բռնողի, ով կա այնտեղ ձուկ բռնողի, էլ ինչ բռնող կա այնտեղ, որևէ մեկի գիտակցության ինչ որ տենց հենց այս պահին փայլատակելու կամ հայրենասիրության վրա որևէ մեկը երաշխիք չի տվել կամ ես դրա մասին էլ չեմ խոսում։ Միշտ եմ խոսել նույնիսկ այն ժամանակ, երբ որ դեռևս չկար այս անվստահության գործընթացը, միտք չունեինք առաջադրելու, չէինք պատկերացնում ընթացքը ինչպես պիտի լինի, անգամ մի ստորագրության մասին չէինք խոսում։ Ես ձեզ հետ էլ եմ խոսել ու ասել, որ խնդիրը բացարձակ հակազդեցության կազմակերպման մեջ է, որտեղ մենք պիտի հասկանանք, չէ՞ մենք ում հետ գործ ունենք։ Այս մարդը 100%-անոց ծախված եւ ծախվելու պատրաստ օբյեկտ է եւ սուբյեկտ է միաժամանակ։ Եվ ինքը դա ապացուցում է ամեն օր։ Այո, մարդը գնում է ՄԱԿ-ի ամբիոն, ՄԱԿ-ի ամբիոնից արդեն առանց թաքցնելու թուրքերին ու ադրբեջանցիներին ասում է ինձ պետք է օգնեք 26-ին էլ ընտրվեմ։ Որտեւ այն որ խոսացել ենք սահմանադրությունը, դա անելու եմ 26 թվից հետո։ Որ թողես այս ԿՊԱ-ականներին, ում ասես դաբրո բերելու Հյուսիսային Կորեայից մինչև չգիտեմ որտեղ դաբրոներ ենք բերում, որտեղից դաբրոներ ենք բերում, բայց հələ դուք տեսեք իրա դաբրոն, այդ ՄԱԿ-ի ամբիոնում որտեղ էր Հայաստանի քաղաքացի, մեզ էր լսացնում, մեզնից էր քվե ուզում, չէ։ Թուրքից ու ադրբեջանցից էր քվե ուզում։ Իսկ կարող է գնացել էր աչքակապությամբ զբաղվելու այդ եվրոպական այլևս ստանդարտների հետ ոչ մի ընդհանուր կապ չունեցող եւ համամարտկային արժե համակարգի հետ եւ իրավունքների հետ կապ չունեցող եվրոպական կառույցների ու երկակի երակի ստանդարտներ կիրառող ինչ որ չինովնիկների մոտ խնդրելու որ դե չնկատեք էլի ոչ քաղբանտարկյալներին ոչ իմ արածը կարողանա միանշանակ դա էր անում եւ մենք այսօր նաեւ խոսացինք այդ անձնագրերի թեմայից այո ես լսում էի միջայլոց եւ շատ համաձայն եմ այն մտքետ իսկ ով ասեց որ դա միակ խմբականակն ա եղել իսկ ով ասեց որ այդ ամեն ինչը այն քանակով որ իրանց պետք
պետքա արդեն Հայաստանում չի։ Միանշանակ։ Այդ մարտիկ նախ 2021-ին էլ պետքա բարձել այդ ինչ ընտրություններ։ Դա չի եղել ժողովրդավարական ընտրությունների որևէ չափանիշին համապատասխան ընտրական process։ Ու խոսքը մենակ նրա մասին չի, որ դա չի եղել մրցակցային եւ թափանցիկ, դա չի եղել նաեւ ընտրական process, հենց այն տրամաբանության մեջ, որ իշխանական լծակն է կիրառվել, ռեսուրսն է կիրառվել, կաշառքն է կիրառվել, վախն է կիրառվել, գրզոյի ախրանիկներն են կիրառվել նախընտրական շրջանում մարդ ծեծելու համար։ Մի բան ասեմ քեզ, 21 թվի մասին շատ լավ է որ դու ասում ես, որովհետև մեկ որ չի խոսացում, ինձ թվում է մարդկանց մոտ կա տպավորություն կա, որ սա մոռացվել է, բայց ես 21 թվի ընտրությունների հետ կապված լիքը հարցեր ունեմ։ Ես ասեմ ավելին, ես 18 թվի ընտրությունների հետ կապված էլ ոչինչ չեմ մոռացել։ 18 թվինը вообще մի քիչ առաջ մենք դրանից էլ էինք խոսում, այդ 18 թվի ընտրությունների մրցակցայնության հատվածի մասին, որ աբսուրդ էր։ Բայց 21 թվին շատ կոնկրետ, իդեպ փողոցում էլ էր երևում, որ դա այդքան աջակցություն չունի, չի որ այդ աջակցությունը։ Հա, բայց եթե մենք, ես վստահ եմ, եթե մենք բոլոր Հայաստանի Հանրապետության քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներս սփյուռքը ամբողջությամբ կոնսոլիդացվի, գա այսօր Հայաստան ու մենք վաղը գնանք ընտրության բոլորս ազգովի, առանց բացառության գրենք այդ քվեաթերթիկի վրա Նիկոլ Դավաճան հեռացիր, ինքը հաջորդ առավոտյան Վահագն Հովակիմյանի հետ բացելու է այդ քվեատուփերը եւ մեջը լինելու է Նիկոլ Վարչապետ։ Ինչ ենք անելու։ Մենք գիտենք դրանից հետո ինչ ենք անելու։ Եթե մենք ներողություն, եթե մենք չգիտենք դրանից հետո ինչ ենք անելու, մենք այս ամեն ինչի մեջ մեր անգործությամբ դառնում ենք ուղղակի արկածախնդրություն։ Մի հատ էլի մանդատ փախցնող ենք դառնալու։ Ես չէ, ես այդ կարգավիճակը չեմ ուզում, կներեք։ Մենք մի թեմա ունենք, ուղղակի քո խոսքերի հետ համընկավ, մենք էլ մոռացել էինք ասել, որ զավեշտ է ուղղակի, դու ասիր, որ ինքը իր գործընկերներին ա դիմում քվեի համար, Էրդողանին եւ Ալիևին, զավեշտ է, որ կինը իր Չինաստանից դե մշտապես ինչ որ բաներ ա գրում, հիմա եկել այստեղ խորոված ուտելու ու գցել էր, որ վերջապես կարդացել է Էրդողանի ավելի արդար աշխարհ հնարավոր է գիրքը ու արա ես ուղղակի մի չի տեղավորում, ոնց կարա տես բան գրել, ուրեմն որոշ ցիտատներ է այդտեղից անում, ասում է Էրդողանը գրում է, որ աշխարհում կան ավելի քան 80 միլիոն բռնի տեղահանված մարդիկ 25 միլիոն փախստական եւ այլն եւ ինքը դա ասում է որ այն հանգամանքով որ արդար չի այս աշխարհը եւ հնարավոր է ավելի արդար աշխարհ Էրդողանի պատկերացրած արդար աշխարհը մենք տեսնում ենք Արցախի օրինակով մենք տեսնում ենք Հայաստանի օրինակով ու այս կինը միջով այդ բանը մարդը այդպես հորթի ժպիտով նկարվավ այդ գրքի հետ դե քանի որ երևի լավ չի կարդում տվեց անեն ասաց էսել դու գտա կարդա ասեմ այդ հələ դու կարդա հասկացի մեզ ամբողջական հասկացի թուրքական աշխարհ մենք ոնց պետք է ստեղ կառուցենք Հայաստանը ոնց պետք է քայքայ Էրդողանը ոնց է ուզում այո որ մենք ամբողջությամբ բավարարենք իրանց պահանջները մեզից հանկարծ դժգոհ չմնա Էրդողանը Գիտեմ ինքը հետ արել էր գիտես ոնց որ Վազգենը կաներ Տառանտինոյի նոր կինոն նայելու Հա բան կար մեջ այտենց երկրպագություն կար Կկարդայի Կիսինջերի գիրքը ու սենց ռիվյու կգրեի կասեի տղեկ էսի բոմբա նայեք Դե իրանց տերերի գիրքը ընկել է իրանց ձեռը այդ մարդիկ ընենց են աշխատել այնքան լավ են թուրքական եւ ադրբեջանական շահերը առաջ տարել եւ տանում որ արժանանում են արդեն Էրդողանի ընդունելությանը դուք պատկերացնում եք դա իրանց համար ինչ Գերագույն հաճույք է, այո, իրանց տերերի տուն են մարդիկ հյուրընկալվում։ Ես այս թեմայով ուղղակի որպեսզի ամփոփենք ու նաև չմոռանանք սկիզբը հարցի, հա, տես, մենք էլ ենք խոսել նրա մասին, որ իհարկե սրա այդ ընտրությունների գնալը դա հատկապես այն ողջ տեղեկությունների համատեքստում, որ մենք ստանում ենք նաև ինչ տեսանք որոշ նանոտեխնոլոգիկ ինչ որ ընտրակաշարքների ձևեր, հա, որոնք մասամբ եղավ Գյումրիում, հələ չգիտենք ինչ ծավալի դա եղավ ու մեկը չկարացան։ Իրանց շատ սիրելի շահումով խաղերի։ Այո, դրանը մենք հատուկ էլի անդրադառնալու ենք, առասարակ այդ թեման պահելու ենք ուշադրության կենտրոնում, բայց ակնհայտ է, կարծում եմ ցանկացած ընդդիմադիր կեցվածք ունեցող մարդու համար ընտրությունները ամենալավ ճանապարհը չեն։ Հիմա ինչ են ասում մարդիկ, հա, արի մի հատ փորձենք ուղղակի sense միատել էս իրավիճակը, փորձեք մաքսիմալ օբյեկտիվ կողքից նայող անձի համար հասկանալ։ Մարդը նայում ասում է, օքեյ, ինչ ունենք։ Ունենք Հայաստան խմբակցություն, որը ասում է ժողովուրդ, մենք չենք հավատում այս ճանապարհին իմպիչմենտի, սկզբից ավելի թեթև խոսույթով, հետո գնալով ավելի ծանրացնելով, հասկացնել տվեցին, որ իրանց պատկերացրած ամենառեալ ճանապարհը դա ընտրություններն են։ Որտեվ եթե կհիշես սկզբից Քոչարյանը բացեց ընտրությունների խոսույթը, երբ գնաց իր հանդեպ քննադատություն, որ բայց մի րոպե ախր ինչի՞ ես դու այդ հիմա խոսում ընտրություններից, սկսեցին խոսալ, որ իբր չէ, ընտրություններ եւ այլ հնարավոր տարբերակներ,
Հետո հասկացվեց ընդհանուր առմամբ, կարծում եմ օբյեկտիվ եմ խոսում առանց որևէ թիրախավորման կամ որակավորման, ընթացքում հասկացվեց, որ իրանք ամենաշատը տեսնում են ընտրությունների ճանապարհը եւ նախընտրում են ռեսուրսները դնել այդ առումով պատրաստվելու վրա։ Հետո գիտենք, որ հայտնվեց նոր խաղացող դաշտում, հա, Սամվել Կարապետյանը, տենց շատ բան տենց կտրուկ հայտնվեց եւ այլն, այսինքն սա մենք տեսնում էինք եւ կարծում եմ շատերը, երբ երրորդ նախագահ նաեւ այլ падգամավորներ պատիվ ունեմից խոսում էին այն մասին, որ Նիկոլի հետ ընտրության գնալը լավ տարբերակ չի առնվազն, շատերը համաձայն էին այդ տարբերակի հետ։ Եվ հիմա վերջի վերջո այս լսումների արդյունքում մենք եկանք նրան, որ թեպետ կարծում եմ անկալումը նույնն է, որ երկրորդ նախագահը եւ իր թիմը նաեւ դաշնակցությունը որպես հլավոր այդ խմբականի մաս, հա, այդ դաշինքի մաս, իրանք չեն համարում impeachment-ը հնարավոր տարբերակ, բայց որpիսի խուսափեն այդ հնարավոր իրենց համար անցանկալի ուրեմն արձագանքներից թե հանրային, թե քաղաքական գլոբալ առումով համաձայնել են տալ այդ ձայները։ Հիմա այդ մարդը, որ կողքից նայում, ասում է, օքեյ, լավ։ Երրորդ նախագահ պատիվ ունեմը ասում է, որ ընտրությունը լավ չի, հա, օքեյ, եթե հասնի ընտրությունների, ուզած-չուզած պետք է առերեսվենք, բայց պետք է փորձենք ամեն ինչ անել, որպեսզի չհասցնենք ընտրությունների, այդ թվում են հանգամանքներով, որ ամեն ավել օրը հղիա ծանր հետևանքներով երկրի համար։ Վերջի վերջո եկանք հասանք այն հարցին, որը նաև մանիպուլացվում է շատ տարբեր օղակների կողմից, որ ընդդիմադիր հնարավոր ձայները արդեն ապահովվեցին։ Հերթը գալու է չընդդիմադիր ձայների, որ ակնհայտ է, որ իրանց ձեռով չեն գալու տան։ Այսինքն պետք է լինեն ինչ-որ գործընթացներ։ Ես դրա համար ուզում եի դու update աներ, եթե ունես այդ տեղեկությունները, թե այս փուլում, երբ արդեն 34-ը կա, որոնք են պլանավորված քայլերը, որ փուլում է հիմա գտնվում դրանց նախապատրաստական աշխատանքները։ Ամենակարևոր հարցը։ Հա, մինչև այդ նախապատրաստական աշխատանքներին ես նախաբանի հետ կապված չեմ կարող ուղղակի մի զուգահեռ չանեմ, հենց նաև իրավիճակը ճշգրտելու համար իմ տեսանկյունից։ Անվստահության գործընթացը նախաձեռնողները, իդեմս պատիվ ունեմ ֆրակցիա եւ հանրապետական կուսակցության որպես պատասխանատվություն ստանձնած քաղաքական ուժի, ասում է, որ եկեք փորձենք Նիկոլին հեռացնել, ճիշտ է։ Դիմադրության շարժումը, որը իմ ընկալմամբ ընդդիմադիր հանրույթի եւ ընդդիմադիր քաղաքական միավորների նախաձեռնություններ, ինչի հետ ակնհայտ է, որ համաձայն չի Ռոբերտ Քոչյանը, որտեղ բազմաթիվ անգամներ ինքն էլ իր падգամավորներն արտահայտվել են, որ դա իրենց կազմակերպած շարժումն է, բայց դիսկուրս խնդիրը ստեղ չի ամենևին եւ կոնֆլիկտ ես չունեմ այդտեղ, նորմալ է, ես կարող եի մասնակցել իրենց կազմակերպած շարժմանը եւ շատ մեծ ոգևորությամբ մասնակցել եմ։ Հիմա այդ շարժումը ելի նրա համար էր եւ նրա մասին, որ Նիկոլը գնա։ Եկեք փորձենք նենց անենք, որ Նիկոլը գնա։ Այս ճանապարհով։ Հիմա այո, այս ճանապարհ, որ ճանապարհով։ Նիկոլին ճնշելու ճանապարհով, որ ինքը տա հրաժարական։ Այո։ Հիմա այն հավանականությունը, որ այս դավաճանը ինքնակամ ինչ որ մի օր թուղթ է վերցնել, որտեղ հրաժարականը դա կամավոր գործողություն է։ Պիտի ինքը ձևավորի այդ կամքը, կապ չունի ինչ հանգամանքներով պայմանավորված, պիտի ձևավորվի այդ կամքը, իսկ մենք շատ լավ գիտենք, որ ինքը բունկերներում մնալու եւ տարբեր երկրների դեսպանատներում թաքնվելու այնքան հարուստ փորձ ունի եւ երկրի թե ներքին կայունության, թե արտաքին անվտանգային մարտահրավերների վրա այնքան թքած ունի, որ ամիսներով էլ կմնա այդ բունկերում իր մի քանի հազար ախրանիկներով թույլ տվեք ասեմ նաև օտարերկրացի ախրանիկներով, ովքեր իրան կպահեն, ոչ այդքան բարեկամական երկրներից մեր համար, մենակ թե այս երկրում չլինի սահմանադրաիրավական կարգով իշխանափոխություն, ճիշտ է։ Ես այդ ժամանակ նենց չի, որ դիմադրության շարժման ժամանակ այս վերլուծությունը այնքան բարդ վերլուծություն էր, որ պետքա 4 տարի անցներ, որ մենք անեինք։ Դուք էլ այս միտքը վստահաբար ունեցել եք, ես էլ եւ տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ովքեր մասնակցում էին դիմադրության շարժմանը, գիտեին, որ երաշխավորված պայքար չի կարող լինել, որովհետեւ որևէ մեկը Նիկոլը չի պայմանավորվում, է։ Մենք չենք գնում իրիկունը, ասենք այսօր այս փողոցը փակելու ենք, չգաս տեղ մեզ ջարդես, մի երկու ամսից էլ հրաժարական կգրես, կգնաս, չէ՞։ Ակնհայտ է, որ սա հակազդեցություն է եւ սա քաղաքական պայքարից վեր գործընթաց է, որտեղ ինքը քաղաքականության ոչ մի կապ չունի, ոնց որ կապ չունի Հայաստանի հետ եւ հայկական շահի հետ։ Հիմա մենք այն ժամանակ, երբ որ գնում էինք պայքարելու, պայքարում էինք նույն հավատով, հույսով եւ առանց երաշխիքների։ Ինչն է մեզ խանգարում, հիմա այս գործընթացը էլի նույն հույսով, հավատով, կամքով, վճռականությամբ մինչև վերջ փորձենք տանել, էլի չունենալով երաշխիքներ։ Ոնց կարող ենք ունենալ երաշխիքներ։ Մենք արտաքին տերեր չունենք, որ մեզ բերեն նստացնեն, ինչ որ մեկին չենք խոստացել, որ տավուշից այդ մնացած հատվածներ մենք ենք տալու, ինչը որ Նիկոլը հələ չի հասցրել տալ, մենակ մեզ բերեք Նիկոլի տեղը դրեք։ Չենք անելու տենց բան։
Մենք ուզում ենք Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն սահմանադրաիրավական կարգով։ Ընդ որում իրանք ամեն ինչ անում են, հենց Նիկոլը իր այդ հանցավոր ռեժիմի, հանցավոր խմբակի հետ, որ Հայաստանի սահմանադրաիրավական կարգով իրենք չգնան։ Ես տենց համոզմունք ունեմ։ Մի այլ համոզմունք էլ ունեմ, որ վստահաբար իրենք ինչքան երկար մնան, այնքան շատ ավելի արդար ճանապարհով են գնալու, հայ հասարակության եւ հայոց պատմության տեսանկյունից արդար ճանապարհով են գնալու, բայց մենք հիմա փորձում ենք սահմանադրաիրավական կարգով իրեն ճանապարհել։ Ընդ որում, այս մեր ասած գործընթացի մեջ իրական արտահայտությունը զրոյանում է։ Այո, կա իր գրզոյի կամ արտահայտության հարցը լուծելու, իրենց վրա հակազդեցության որոշակի մեխանիզմներ գտնելու, բայց իր գործոնը այստեղ զրոյանում է։ Ինչ վերաբերվում է թե ինչ են կարել։ Շատ կարճ ասեմ ու գաս այդ ամենակարևոր հարցը, որ հանգարց չշեղվենք դրանից, բայց այստեղ ուղղակի պարզաբանեմ, որ մարդիկ նաև որտեղ վստահ եմ հիմա իրանց մոտ այդ առաջանում է, հա, ինչ է ասում իմ ընկալման մեջ Հայաստան խմբակցությունը, հա։ Նախորդ շարժումները ոնց էր, կար հանրային որոշակի ուրեմն նախադրյալներ, տրամադրությունների, չէ՞, մեծամասամբ օթից չէր, որ որոշում ենք, մեկ էլ եկեք ամսի 20-ին հավաքվենք։ Բոլոր այդ շարժումներին դրանից առաջ լինում էին ինչ որ իրադարձություններ, որոնք առաջացնում էին հանրային ինչ որ բաներ, հա։ Ախր Նիկոլը իր տեղով նախադրել է, իր գոյությամբ նախադրել է եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո նույնիսկ հենց որ քաղաքական ուժերը ոչ հասկանում էին ինչ տեղի ունեցավ, այդ մարդիկ արդեն ցույց էին տալիս հակազդեցություն Նիկոլին վռնդելու հասկանում։ Նաեւ ես շատ լավ բոլոր եթե ասենք, կար նաեւ 23 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ մարդիկ օրգանիկ դուրս էին գալիս փողոց եւ դա նաեւ որոշակիորեն պարտադրում էր քաղաքական ուժերին գալ եւ ստանձնել պատասխանատվություն այդ մարդկանց համար։ Եկեք ազնիվ ասենք, քաղաքական կուսակցությունները, միավորները եւ իրենց անհատներ հրճակած մարդիկ հետ էին մնում այդ process-ներից։ Մարդիկ մարդ էին ման գալիս քաղաքական կերպար դեմք, որը այդ ամեն ինչից հասկանում է, որը կասեր ինչ անել, որտեղ այդ անելանելիության վիճակը, որ Նիկոլը ստեղծել է, իր համար հիանալի է։ Ինքը ասում է, այտենց մտածեք, որ այս շրջափուլից որևէ կերպ հնարավոր չի դուրս գալ։ Դուք պետք է դուրս գաք փողոց, ինձ դժգոհեք, ինձ ատեք, ես ձեր վրա կրակեմ, գնաք տուն։ Ու անդադար մենք այս շղթայով պիտի անցնենք։ Սա Նիկոլի համար ստեղծած կոմֆորտ իրավիճակ է։ Անշուշտ համաձայն եմ քեզ հետ, ես ինքս տեսել եմ բնականաբար բոլոր շարժումներին մասնակցել եմ, բայց օրինակ ամենաշատը ինձ հիշվել է ոչ թե մասշտաբի տեսակետից, այլ իմ այտենց ներգրավվածություն, հա, ինձ մոտ հիշվել է սեպտեմբերյան իրադարձությունները, երբ որ մարդիկ օրգանիկ, այդ թվում ես երեկոյան ուշ եկանք հավաքվեցինք հրապարակը լիքներ բանում ազգային ժողովի դեմը Չէ, կարծեմ հրապարակում 23 թվականի սեպտեմբերյան դեպքերը օքեյ, ներողություն։ Ու նայ, մարդիկ հավաքվել են ախպեր, սա մեկը մյուսին ասում է, ինչ անենք, չգիտես ինչ անենք, ես էլ չգիտեմ ինչ անենք։ Մեկ էլ գալիս է Թևանյան Անդրանիկը, կանգնում է այդ բանի վրա, հա, ու ինքը ստանձնում է պատասխանատվություն կոնկրետ այդ վիճակում։ Ինձ մեկ երով գար, ցենց ասեմ քեզ։ Այդտեղ ոչ մեկ չէր նայում, ոնց է վերաբերում Թևանյան Անդրանիկին, հա։ Այդ մարդկանց էլ էր մեկ, իրենք լուծում էին, հնարավորություն էին։ Ինքը այդ ժամանակ այսպես ասած տրենդի մեջ էր, որտեվ քաղաքապետարանի ընտրություններն էր, տրամաբանություն որոշակի կար, որ ինքը ստանձնեց այդ պայի դրությամբ, բայց եթե որևէ մեկը չստանձներ, դե պարզվեց ինքն էլ չգիտեր, ինչ անում։ Հա, ինքն էլ չգիտեր, այդ չի հարցը, բայց ուսում եմ, ասես կանգնած էինք բոլորս։ Հիմա, այսինքն տես, ուրեմն ուզում եմ հարցը շտկման բանով էլի կամ պարզաբանման մասով։ Այդ բոլոր ժամանակները կար օրգանիկ փողոցային լարվածություն, որին որ ստանձնում էր պատասխանատվություն, անկախ նրանից թե գիտեր ինչ պիտի աներ, չգիտեր ինչ պիտի աներ, այդ մարդը պրինցիպի ունակ էր դա անել թե չէ, ինչ որ մեկը գալիս եւ վերցնում էր եւ դա չէր կարող ուրիշ ձև լիներ, որովհետեւ չի կարա ընդդիմադիր քաղաքական ուժը, ընդդիմադիր այդ սեգմենտին, որը դուրս է եկել ինք իրավոտով փողոց անտեր թողի։ Դա հասկանալի է։ Հիմա ինչ էր ասում։ Ես ոնց հասկացա, հա, Իշխան Սաղաթելյանը ինչ ասում, ասում է, մենք չենք տեսնում հիմա փողոցում նախադրյալ, այսինքն համեմատելով են մյուս շարժումների հետ, այնտեղ տես մենք էլ ենք ֆիքսում, որ մարդիկ իրանց ոտով մի որոշ զանգված դուրս էր գալիս եւ ըստ այդմ կար։ Հիմա ինքը ասում է, վրոդի, հա, կատարվում է խայտարակ բաներ, այսինքն բանականության առումով այդ նախադրյալները կան, սրբազան են, ռեալ սրոկ տալիս այսօր 2 տարի փակում։ Մյուս սրբազանին է դատում եկեղեցու հանդեպ ինչա կատարվում, արցախցիների հանդեպ ինչա, այսինքն նախադրյալները մի միլիոն են, եթե նայում ենք մենք ռացիոնալ, բայց չգիտես ինչի, դրա արտահայտումները փողոցի տեսքով կամ ինչ որ փողոցային բանի, հա, տենց տրամադրությունների տեսքով չեն տեսնում իրանք։ Դուք դա տեսնում եք, դրա պոտենցիալը, դրա ներուժը տեսնում եք։ Ես ամենայն անկեղծությամբ եի ասում, երբ որ ասում էի նախադրյալը Նիկոլի գոյությունն է։
որովհետև հայ հասարակության մեծամասնությունը սրանից ուզում է ազատվել։ Ես վստահ եմ, որ նախորդող 4 շարժումների ընթացքում Հայաստանի քաղաքացին մեզ տվել է այդ հնարավորությունը իր բազմամարդությամբ լուծել սրա հարցերը քաղաքական սահմանադրաիրավական ճանապարհով։ Չի արվել դա ինչ պատճառներով օբյեկտիվ եւ սուբյեկտիվ այդ ժամանակահատվածում առաջնորդած մարդկանց կամ ոչ այդքան վճռական կամ ոչ այդքան պատրաստական լինելու մասով։ Այսինքն քաղաքական բոլոր ուժերի մասին է խոսքը։ Ես համաձայն չեմ եւ մշտապես էլ հրապարակային արտահայտվել եմ, որ այն թեզը, թե մարդիկ չեկան դրա համար չկարացանք անենք, ինքը արհեստական եւ կներեք, բայց սուտ թեզ է։ Հայրենիքի փրկության շարժմանը մասնակցող մարդը երբեք չի կարա տենց նախադասություն ասի ու համարի, որ ինքը ազնիվ ու անկեղծ է։ Այո, որովհետև տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիներ, այդ որ տենց հիմա էլ իբր տենց որոշ շրջանակներ ծաղրելով դե հեսա կտաքանա կհելնեն, անձրևա չեն հելնի, ցրտելա չեն հելնի, այդ մարդիկ սառնամանիքից մինչև շատ անհարմար պայմաններ օրերով ու շաբաթներով կանգնել են ես ընդհանուր կասեմ քաղաքական ընդդիմության կողքը եւ քաղաքական ընդդիմությունը այդ ժամանակ ինչով է զբաղվել եւ ինչու չի առաջարկ չի արել այդ մարդկանց ես չգիտեմ դու ել կտաս ես ընդհատեմ քեզ մի հատ ես քո այս կարծիքը ամբողջությամբ կիսում եմ ու լրիվ համաձայն եմ որ ոչ թե ինչ որ բան չի եղել այլ այդտեղ եղել է առաջնորդած մարդկանց որակների հարցը որը շատ կարևոր հարց է ցանկացած պարագայում ու ես ուղղակի ուզում եմ ամենաշխությունը հայտնել քո անջեցրած մտքի հետ այն պատճառով որովհետև ես մերել եմ դրա մասին խոսալով էլի ոչ միայն ժողովրդի բան չի եղել ծրագիր դու ինձ նաև թույլ տվեցիր որ խորացնեմ էլի այդ միտքը նաև ես 2021 թվականի մինչև ընտրությունների մասին հայտարարվել է հա այդ նախընտրական փուլը այսինքն 2021-ի գարնան մասին է խոսքը Հայաստանի քաղաքացի էի ինչ որ հստակ գիտակցումով որ էսի պիտի գնա հստակ հասկանալով որ սենց շարունակել հնարավոր չի եւ հերթական անգամ կանգնած եմ օպերայի հրապարակում տասնյակ հազարավոր մարդկանց հետ լեփ լեցուն օպերայի հրապարակ վստահ եմ դուք եք տեսել Փետրվարի մասին ես ու լսում եմ ու բացում եմ հեռախոսս տեսնում եմ որ դե մենք գնում ենք ընտրությունների բայց ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիս ինչ ընդդիմության մանդատի ինչ ընդդիմադիր падգամավորի մասին է խոսքը եկել եմ այդտեղ տասնյակ հազարավոր քաղաքացիներ հետ որ էդի գնա ու արդեն 4 ամիս եթե փետրվարի մասին է խոսքը հիշեցրեցիր այսինքն 4 ամիսը արդեն գալիս ենք այդտեղ նույն պահանջով անտրտունջ շարունակում ենք մեր պահանջատիրությունը բա այդ մեզ կոտրելու բան է Կամ նույն Իշխան Սաղաթելյան, որ հիմա ասեցիք մտածում եմ, որ թերահավատ է այդ ամեն ինչի մեջ եւ ենթադրում եմ նաեւ իրենց խոսույթից, որ պատրաստվում են ընտրությունների, պիտի գնալ եւ ընտրություններով հաղթել Նիկոլին։ Բայց Իշխան Սաղաթելյանի ներկայացրած դաշինքը Սահմանադրական դատարան 2021 թվականին նենց բովանդակալից դիմում բողոքա ներկայացրել։ Բովանդակալից է, Սահմանադրական դատարանը նիկոլական դատավորներով, իր դատախազությունը, իր կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ մի բան չեն կարացել ասել այդ մարդկանց հայտնաբերած, նայեք, ընդդիմադիրների հայտնաբերած, այո, փաստերի մասին։ Վերջում մի տողով գրել են, դե մեր Նիկոլն է, մենք չենք ուզում Սահմանադրական դատարանը շրջափակի մեզ էլ ստեղից ռադանի, դրա համար մեր Նիկոլն է ընտրվել։ Այսինքն մենք էս չենք կանխատեսում։ Շատ լավ, արի եթե որպեսզի ամփոփեմ, ճիշտ եմ հասկանում, որ քո տեսակետը այն է, որ ներուժը քնած, որտեղ փաստացի ակտիվ չի, կա, հարցը ճիշտ մատուցման, ճիշտ ուղղորդման, ճիշտ կոնսոլիդացիոն դաշտ եւ չգիտեմ համապատասխան միջավայր ստեղծելն է, որպեսզի այդ բոլոր մարդիկ, ովքեր ընդդիմադիր կեցվածք ունեն, իսկ իմ համոզմունքն էլ է, որ դա մեծամասնությունն է Հայաստանի Հանրապետության ժողովրդի, իրանք ստանան քեզանից այդ վստահությունը եւ եւս մեկ անգամ, չնայած նրան, որ արդեն բազմաթիվ անգամ մենք գիտենք, որ մարդիկ ամեն ձախողումից հետո հիասթափվել եւ բոլոր լրատվականներից դուրս եկել, այս լրատվական դաշտը լքել, լիքը մարդել երկիրը լքելա։ Բայց մենք հարցը ըստ քեզ այնա, որպեսզի կարողանանք այդ եղած ներուժը, որը ըստ քեզ կա, կարողանանք ճիշտ օպտիմալ կիրառելիություն տալ, որպեսզի այդ մարդիկ կարողանան այդ ներուժը ռեալիզացնել համապատասխան քաղաքական ուժերի առաջնորդությամբ։ Ճիշտ է։ Նախ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը Նիկոլին չի ուզում տեսնի այլևս այս երկրում։
իրենց այդ մարդկանց մեծ մասն էլ, ովքեր չեն ուզում Նիկոլին տեսնել այս երկրում հասարակական դիսկուրսում, ուզում են իրան տեսնել քրեական պատասխանատվության ենթարկված կարգավիճակում։ Եվ խնդիրը այստեղ ամենևին էլ ճիշտ ձևակերպման մեջ չի, որովհետև ես վստահ եմ ինձնից շատ ավելի լավ եւ մեր հայտարարության տեքստից շատ ավելի լավ կարող են լինել ձևակերպումներ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու շուրթերից։ Եվ վստահ եմ դուք էլ եք լսում ձեր հետևորդներից անգամ շատ ավելի ճիշտ ու դիպուկ բնութագրիչներ Նիկոլին իր արած գործողություններին եւ հետագայում են իրավաքաղաքական պատասխանատվությանը, որը պիտի իրան վրա հասնի։ Խնդիրը ոչ թե ձևակերպումների մեջ է, այլ մինչև վերջ գնալու եւ գործողություններ անելու։ Ես նորից եմ ասում, որևէ մեկը չի խոսում նրա մասին, որ Նիկոլի գնալու ժամկետը պարզա չէ, որովհետեւ քաղաքական process-ի մեջ չենք, ես նորից եմ ասում։ Ես ընդդիմադիր քաղաքական գործիչ չեմ, Նիկոլն էլ իշխանական քաղաքական գործիչ չի։ Այտենց չի որտեվ ժողովուրդ, եթե մենք ինքներս մեզ չենք կարողանում այսօր դա խոստովանել, որ դու կամ Նիկոլ ես, քո գործողությամբ եւ անգործությամբ քո միտումնավոր կամ ոչ այդքան անուղակի գործողություններով, կամ դու հասկանում ես, որ այստեղ իրար սիրելու հարց չի, բազմակարծության կամ տենց մեկը մյուսին ավելի լավ, ավելի տենց փորձառու, ամենաանդիմադիր, ամենալիդեր, ամենաշատ, ամենամեծ, օքեյ, եղեք, մենք լինենք այդ ամենաները, չի ստացվել մեր մոտ։ Այդ ամենատիտղոսը մենք պահում ենք, մեզ ինչ անենք։ Այդ Հայաստանը որ չլինի, որ Նիկոլը լինի, որտեվ Նիկոլի գոյությամբ Հայաստան չի լինել, այդ վստահաբար է տենց։ Դու ավելացնեմ, էլի քո ասածին։ Ես պրոստը ոնց ասեմ, գերագույն հաճույք ստանալով լսում եմ ես ասածդ։ Ինչի, որովհետև արդեն մոտավորապես ասեմ, որ իդեպ ասեմ անկեղծ որ ժամանակ, բայց 20 թվականից սկսած պատերազմից առաջվանից մինչև օգոստոս, սեպտեմբեր ամիսներից ունեմ համոզմունք եւ բոլորին այդ իմ համոզմունքը ես ոնց ասեմ, հայտնում եմ, դա գաղտնիք չի։ Մենք դասական քաղաքական վիճակում չենք ընկեր։ Եկեք հասկանանք, ոչ մենք քաղաքականություն Աննա ջան։ Մենք ինչ ենք ասում, որ օրինակ ես երբեք չեմ նեղվում, որ ինձ ասում են քարոզիչ։ Անկեղծ ասեմ։ Հիմա ինձ ես չեմ նեղվում։ Այն որ մենք սկսում ենք հաղորդումը ամենաանաչառ, ամենաօբյեկտիվ, այսի դրա տրոլինգն է։ Ախպեր ջան, մենք ոչ անաչառ ենք, ոչ օբյեկտիվ։ Մենք քարոզում ենք այս իշխանության դեմ անկախ ինքնիշխան Հայաստան, որի դեմ է սրանք առաջին մարտահրավերը սրանք են։ Ու սա շատ կարևոր է, շատ շնորհակալ եմ, որ սա նաև քաղաքական առումով է հնչեցվում, որովհետև կներես 1000 անգամ։ Մենք ես մեկ գիտես ինչ եմ զգում, որ մեզ շատերը էշի տեղ են ուղակի դնում։ Իրանք իրանց կայֆերն են անում, իրանք անում են իրանց բիզնեսը, ասեմ, չեմ ուզում որևէ անուն տամ, ոչ թե ոլորտի անուն տամ, էլի իմ կարծիքով սաղի համար པարզ է ինչ եմ ասում։ Ձերը հետ էլ ընդդիմադիր են, էլի ընդդիմադիր են, բան են, արա գիտես ինչ տիպի։ Կամ հենց Նիկոլը մոտենում է իրանց, հիշում են, որ լավը չի։ Բան ես ասում, բայց դուք գիտեք մենք ինչ դժվար ենք մեր ֆինանսական բաները ապահովում, ախպեր մենք հեշտ ենք ապահովում։ Այսինքն մենք որ ռեկլամ չենք վերցնում, բան չենք անում, բան, այդ չի նշանակում։ Կամ չհասկացա, այդ ով որոշեց, որ դուք դի մինչև մա քո տանը ապրես, իսկ այն 150,000 արցախցիները պիտի չապրեն։ Այսինքն մենք դասական վիճակում չենք, ոչ միայն քաղաքական առումով։ Դու պիտի վախից տնից դուրս չգաս, բայց այն 5000 հայորդիները ում կյանքը Նիկոլը զոհեց, պիտի տունը չլինի։ Լսի, երբ որ ես Նիկոլի ասուլիսները ունենալով իրավունք արգելել եմ, որ անտիֆեյք է իմով որևէ կերպ գնան, դա չեմ արել նրա համար, որ տենց մենք տուժ ենք, մենք չունենանք հավելյալ դիտում, մենք չենք դա համոզմունք է, դա համոզմունք է, որտեվ ես չեմ գտնվում հիմա դասական իրավիճակում, որ օբյեկտիվ լրատվություն տրամադրեմ։ Ախպեր ինչ օբյեկտիվ լրատվություն, արա ամեն օր մարդ են սպանում, այո։ Հայաստանի քաղաքացիների կյանքը ապահոված չի։ Շնորհակալ եմ, անկեղծ եմ ասում, ես ուրախ եմ, որ դու տենց ես։ Ու այդ նույն տրամաբանությունն է, որ ասում են դե Հայաստանի վարչապետն է, էլի կարգավիճակով գոնե, ինչ կարգավիճակ։ Օրինակ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահան իր կարգավիճակի մեջ, հա։ Այս երկրի գլխավոր դատախազը իր կարգավիճակի մեջ է։ Մի պնամենակ իր կարգավիճակի մեջ, այդ աղջիկը։ Մարդիկ ասում են մենք քո մեջից չենք ճղվելու, մենք Նիկոլա հպատակ ենք, ունենք երկու հնարավոր տարբերակ, կամ մեր օրենսդրական կարգավիճակից բխող գործունեություն իրականացնենք, կամ Նիկոլի SMS-ից բխող գործունեություն։ Այս մարդիկ ընտրել են այդ ճանապարհը։ Մենք ընտրել ենք այդ ճանապարհը։ Մենք վստահ ճանապարհ ընտրել ենք։ Ես վստահ եմ։ Մենք գիտենք, որ քննչական կոմիտեի նախագահան, քննչական կոմիտեի նախագահ չի, այնտեղ հանցագործության մասին հաղորդում տալը դա ձևական գործողություն է հարգելի հայրենակիցներ։ Ուրեմն կներես։ Գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում տալը դա ձևական գործողություն է, որտեղ այդ մարդիկ այնտեղ են, որպեսզի պահեն եւ պաշտպանեն Նիկոլին։ Ապրես։ Ես ոչ միայն համաձայն եմ, այլ մի բան էլ ես ավելացնեմ, էլի կներես, ասենք, եթե այսպես մտածելակերպը դառնա համոզմունք եւ որևէ
ասես թեկուս sense թեթև նշмарվող կոնսենսուսային բանը լինի, կոնսենսուս մինուս B1 2 3 թեկուզը լինի։ Մենք կհասնենք ավելի շատ ու ավելի արագ արդյունքի։ Լուրջ եմ ասում, սրան սաղին ռուկապաժային օր այ նայում եմ այդ քննչական կոմիտեի նախագահի հարցազրույցը։ Արա գժվում ներվերից չգիտեի ինչ անեի, լուրջ եմ ասում։ Ասում է բանը մի ամիս, նայ պարզ բան եմ ասում։ Քննչական կոմիտեի նախագահը ասում է հետեւյալը Պետրոսի տաղավարում։ Մի ամիս գնացել հենց մի Վալոդիա Գրիգորյանին հետապնդել է ասում այդ մարդը։ Այ քեզ բան։ Ու այդ տեքստը ասում է այն տաղավարում, ինքը շատ լավ գիտակցում է, որ ինքը էլ ինքնավար մարմնի ղեկավար չի, իրան քաղաքական PR-ի օբյեկտ են սարքել հմեկում։ Միանշանակ։ Ոնց որ այն խոսնակին նգնեի, որ ասում է բացահայտված այս հանցագործությունը։ Այդ Նարեկ ինչ աներ։ Այսինքն դու իրավունքի հետ ընդհանրապես իրավաբանության հետ կապ ունես։ Սարգսյան, Մկրտչյան, Սարգս չգիտեմ, այդ խոսնակը գիտես չէ հետաքրքիր տղա։ Լրատվամիջոցի ներկայացուցիչին գնում են իր բաները հետապնդելու խայտարակ ձևով։ Սյուզի Բադոյանի մասին է խոսքը։ Այդ լրատվականի ղեկավարը տենց լրատվականի ղեկավար տղա իրեն կանչել են, ասել են ասեսեսին հասնում։ Կամ դուք այսքան ժամանակ տեսել եք բան ուղիղ եթերով խուզարկություն ցույց տալ։ Քնչական այդ էլ էր կազմակերպել։ Դա եղին ապացույցը լրատվականի ուղիղ եթերում էին ցույց տալի։ Հիմա Բագրատ Սրբազանի նկատմամբ ապօրինությունները, Արթուր Սարգսյանի մեր պատգամավոր գործընկերոջ նկատմամբ ապօրինությունները, էլի իր անչափահաս երեխաների ներկայությամբ իրենց տանը։ Էլի լրագրողներ ուզում էին գնային լուսաբանել, էլի գործընկերները ուզում են։ Այդ ինչի՞ չէր կարելի։ Սվայ լրագրող չկար երևի։ Լավ, այդ պարզա։ Հիմա այս աղջիկն է գնա ստեղ սաղասի գնա։ Այդ պարզա, հիմա ինչ են մարդիկ ասում, ասել լավ հասկացանք ախպեր ջան։ Ներողություն էլի, ու այս ամեն ինչը ներողություն որ ընդհատում եմ, եզրակացությունը ուղղակի հետեւյալն է, էլի մարդիկ ովքեր անվստահության գործընթացը Նիկոլին վռնդելը, իրանից մի քանի մարդ պոկելով համարում են անլուրջ, բայց Նիկոլի գլխավոր դատախազին, ով իր օգնական եղած ժամանակ մարդկանց վրա քրեական գործեր է կարել, հիմա իրան հանցագործության մասին հաղորդում տալը, Նիկոլի հանցագործության մասին հաղորդում տալը լուրջ գործողություն է։ Ու դուք ուզում եք որ այստեղ ենթատեքստեր չտեսնեք։ Չէ, այդ ենթատեքստերը բան վստահաբար կա, մենք էլ ենք դրա մասին շատ խոսել, բայց արի հիմա մի հատ փորձենք տեղեկություն տալ են մարդկանց, ովքեր դրական են նայում ու մերպես են նայում ու ասում են որ ախպեր, հա լուբոյ բան արեք, օր առաջ թոյսի գնա։ Հիմա եղան լսումները, վերջը տես կռվով դավով այդ ստորագրությունները հայտնվեցին ձեզ մոտ, ենթադրում եմ արդեն հայտնվել են կամ առնվազն այդ պրոցեսի մեջ է։ Կա եւ արդեն դժվար չհայտնվել։ Ու կասկածի տակ չենք։ Հա, արդեն կասկածը համարենք որ կա 34 ստորագրություն կա։ Ես անկեղծ ուզում եմ ասել, իմ էմոցիաները, ես ոգևորված եմ, մոտիվացված եմ, որովհետև ես մտնում եի սեպտեմբերի 26-ին լսումների դահլիճ 6 ստորագրությամբ, միևնույն է այդտեղ ինչ ստորագրություն է, հա։ Ես այդ դահլիճից դուրս եմ եկել 34 ստորագրությամբ։ 34 ստորագրությամբ դուրս եկաք, արդեն անցել է որոշ ժամանակ, թեպետ էլի մի քանի օր, չէ՞։ Հա, մի քանի օր, մի շաբաթ գուցե, չգիտեմ ինչքան անցել, բայց ես հիմա չեմ ուզում Արմեն Աշոտյանը խոսեց, մենք էլ ենք խոսել ենք քարոզչության մասին, որոնք որոշ մարդիկ անում են ինչ որ տես հա բան ԿՊԱ-ականները լիքն են, հեսա հերթ են կայնե որ ստորագրեն բան, դրա մասին չխոսում։ Ու խոսում են այն մարդիկ, ովքեր ոչ վաղանցյալում ԿՊԱ-ական են, չէ՞։ Այդ մի առանձին պատկեր է, որ Նիկոլից պոկված մարդիկ, ովքեր երբևէ Նիկոլի աշխատողն են եղել, տարբեր ոլորտներում եկի տես ոլորտները հիմա չառանձնացնենք, ասում են որ Նիկոլից գնալ կլինի, այսինքն չեք գնացել դուք Նիկոլից։ Կարող է Նիկոլի հատուկ հանձնարարություն եք ընդդիմադիրների դաշտում։ Կարա լինի, բայց ես ուզում եմ ավելի շատ մենք խոսենք հիմա մարդկանց հետ, որոնք այդ մարդիկ չեն, որոնք ասում են լավ, օքեյ, ախպեր ջան, եղավ, հիմա մյուսը ինչա, ոնց է, այս փուլում ինչա կատարվում, եթե ինչ որ բան արդեն կատարվում է, որն է ծրագիրը, լավ, ստացած։ Ես շատ ուղիղ ուզում եմ ասել, հա։ Նախ եթե լինի որևէ գործընթաց, որևէ падգամավորի հետ, դուք շատ հստակ ասեցիք, այլևս ընդդիմադիր падգամավոր չի մնացել։ Այսինքն այն նրանք, ովքեր կային, իրենց ստորագրությունը դրել են Փառք Աստծո։ Հիմա պիտի աշխատել մարդկանց հետ, ովքեր ունեն ոչ միանշանակ դիրքորոշում։ Ընդ որում այդ մարդկանց մեջ пассивության դրսևորմամբ մեկ Իշխան Զաքարյանն է, իսկ իր ակտիվ պրոնիկոլական տրամաբանության եւ ինձ համար խայտարակության հասնող տեքստեր եւ վարքագիծ դրսևորող Գեգամ Նազարյանի մասին է, այսինքն եւ մեր ֆրակցիայից կա մարդ եւ Հայաստան Դաշինքի այո ներողություն
ֆրակցիայից կա մարդ, ով որ այս պայդրությամբ անհասկանալի վարքագիծ է դրսևորում։ Հետևաբար իրենց հետ աշխատանքը այստեղ մեր նստել խոսելով չի որոշվում, չէ։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ մենք այդ աշխատանքը անում ենք բոլորի հետ, ում հետ որ հնարավոր է դա ստացվի։ Մենք այդ աշխատանքը անում ենք։ Եվ դրա հաճելի աշխատանք չի, հաճելի աշխատանք չի, տենց որևէ մեկը դրա մասին չի երազել։ Ես իրենց բոլորի մեղքը տարբեր գործընթացներում եւ տարբեր ժամանակահատվածներում տեսնում եմ, որովհետեւ ինձ համար անկալելի է նիկոլական 2018 թվականին, բայց եթե ես դա բացատրում եմ հասարակական իմունիտետի բացակայությամբ, որը իրանք իրանց քարոզչությամբ, տերերով, լոբինգով, այդ թուրքական փողերով կարողացան ապահովել, այդ բացատրությունը չունի, օրինակ 2020-ից հետո, 2023-ից հետո, բայց արդյոք դա նշանակում է, որ ես պետք է ասեմ, դե լավ, վերջ, արդեն մեր հասարակությունը հստակ գիտի, բաժանված է, ով է Դավաճան Նիկոլը, ովքեր են Դավաճան Նիկոլի կողքը կանգնող լափամանից օգտվողները եւ ովքեր ենք մենք, ովքեր տենց մի քանի 100,000 մարդով որոշել են ամբողջ այս ժամանակահատվածը Նիկոլի կառավարման ռեժիմի ուղղակի տանջվել, տառապել, անօգուտ գոռալով, բղավելով, ինչ որ վարքագծով, միևնույնն է, սա որևէ տեղ չի գնալու։ Չէ, մենք ընտրել ենք գործողություն անելու հնարավոր ճանապարհը, տարբերակը։ Կա ինչ որ անտեսանելի, հասկանալի պատճառներով process-ներ։ Բնական է, որ պիտի լինի անտեսանելի process։ Ես հույս ունեմ, որ Չէ, բնական է, որ process-ը պիտի լինի անտեսանելի։ Բայց իհարկե լինելու է նաև տեսանելի process, որովհետև չի կարող չլինի։ Կա process։ Եկեք սենց էլի, այս տաղավարում գեղեցիկ նախադասություններ ասելով ոչ այդ process-ը լինելու է, ոչ այդ process-ը չի լինելու։ Այդ process-ը ունենալու է վերջնարդյունք։ Ինչպիսին է լինելու այդ վերջնարդյունքը։ Ինձ համար շատ ուրախալի եւ Հայաստանի պետությանը անհրաժեշտ վերջնարդյունք, թե ոչ այդքան լավ վերջնարդյունք, այսինքն ոչ թե ոչ այդքան, այլ շատ վատ վերջնարդյունք Նիկոլի մնալը կամ 2026 հասնելը կամ 2026-ից հետո էլ վերընտրվելը։ Իսկ կան ժամկետներ։ Ինչին ժամկետներ։ Այս process-ին։ Մենք ուզում ենք օր առաջ Նիկոլին հեռացնել։ Չէ, այդ հասկանում եմ։ Սահմանադրաիրավական չէ, նախորդ օրն էլ կարող ենք ընտրությունների անել, կազմակերպել այդ ամեն ինչը։ Մենք ունենք այդքան ժամանակ, էլի ինձ շատ են նախընտրել։ Այո, մենք չունենք սահմաններողություն, մենք չունենք սահմանադրական արգելք կամ սահմանափակում, որ չգիտեմ 6 ամիս առաջ չի կարելի անել, 6 ամիս հետո չի կարելի, տենց տրամաբանություն հիմա չունենք։ Մենք այդ ռեժիմի մեջ չենք եւ մինչեւ այս խորհրդարանի վերջին օրը կարող ենք։ Գիտես ինչ են ասել, ասել են Աննան, քանի որ շատ սիրուն է, նաեւ շատ սիրուն խոսում է, կարա հատուկ շեղի տենց էլ չհասկանանք։ Հիմա խնդրում եմ քեզ հստակ։ Ինչն է անհասկանալի։ Հստակ ասիկա տեսանելի եւ լինելու է։ Չէ, խիա սեքսի։ Իհարկե ակնհայտ դրսևորումներ ես քեզնից չէի սպասում։ Բայց ես ասում եմ, ես չեմ դա։ Տեսար պասս ոնց վերցրեց։ Այս մի իրապես հարաբերությունները գնալով վատթարանում։ Մարկանց ասեմ, օրինակ դու կարաս մարկանց ասես, որ այդ փուլից ի վեր երբ գրանցվեց նոր հաջողություն եւ 6 ստորագրություն դարավ 34 ստորագրություն, այդ օրվանից ի վեր կամ դրան հաջորդող մի քանի օրվանից հետո գնում է ինչ որ process, որը այո, իր ընթացքի տրամաբանությունից նորմալ է, որ դա տեսանելի չի եւ շատ նորմալ է ակնկալել, որ ինչ որ փուլում նաեւ կլինի դրա տեսանելի մասը եւ դրա արդյունավետությունը կլինի։ Կարանք երբ որ մենք ունեինք 6 ստորագրություն նախորդող 4 ամիսների ընթացքում, մեզ ասում էին, բա ինչ էիք անում, ինչի համար էիք անում, Նիկոլի դեմ չէր այս process-ը, չէ, 4 ամիս։ Էլի այդ հարցը տալիս են։ Մենք ասում ենք, աշխատում ենք, որ լինի արդյունք։ Ես ձեզ վստահեցնում եմ, այդ 6 ստորագրած մարդկանց եւ իրենց հետևում կանգնած շատ ու շատ մարդկանց աշխատանքի արդյունքն է, որ 6-ը դարձել է 34։ Անշուշտ։ Այդ նույն աշխատանքը, որ այս 4 ամիսների ընթացքում իրականացվել է, հիմա երապատիկ, տասնապատիկ ավելի շատ իրականացվում է։ Ես ավելի պատասխանատու, ներողություն, ես ավելի պատասխանատու արտահայտություն անել չէի կարող քանել, որ արեցի մի քիչ առաջ։ Այն որ կամ լինելու է ցանկալի վերջնարդյունք, կամ չի լինելու այդ վերջնարդյունքը։ Ընդ որում երկու դեպքում էլ մենք ենք պատասխանատու։ Հիմա ստեղ որևէ մեկին նույնիսկ ինչ որ տենց տեսեք, ես շատ հանգիստ կարայի ասեի, որ ոնց որ շատերն են անում։ Դե ընդդիմությունը չհաջողեց, ընդդիմության մոտ չստացվեց, քաղաքական ընդդիմությունը ձախողեց, խորհրդարանական միլիոն հատ կարծում չեք կասկածում, ես այդ հոմանիշները կարամ շարեմ։ Չեմ անում դա։ Ասում եմ, ասել ենք, որ մերն է պատասխանատվությունը, մենք ենք փորձում ու հիմա մեր քաղաքական PR-ով, մանիպուլյացիաներով, որոշների նման, ովքեր արդեն ինչ-որ նախընտրական ռոլիկներ են պատրաստում, տենց սիրուն տարբեր տրամաբանությամբ եւ տարբեր ռակուրսներից ինչ-որ տեսանյութեր ստանալու փոխարեն, մեզ դրել ենք, եկեք ուղիղ ասենք, դրել ենք հարվածի տակ, ընդ որում տարբեր կողմերից հարվածի տակ։ Ես գիտեի այդ հարվածը մենակ Նիկոլից ալներ, ես գիտեի մենակ Նիկոլն է դեմ, որ ինքը պիտի գնա, Նիկոլը իր ռեժիմի հետ նկատի ունեմ։
Պարզումը չէ, ստեղ ինչ որ այլընտրանքային մարդիկ կան, որ ասում են դե եթե մենք չենք, թող սենց էլ մնա, թող կործանվի էսի պետությունը, թող Նիկոլը մնա, եթե մեր գալը չի process-ի վերջն արդյունքը։ Իսկ process-ի վերջն արդյունքը սրա մեր գալը չի։ Այս process-ի վերջն արդյունքը Նիկոլի գնալն է։ Շատ լավ։ Հիմա թույլ տուր մի հարց տալ, որը մեր լսարանից է եւ առնչվում է այսքո վերջին արտահայտությունների հետ։ Մենք տեսնում ենք, որ նախ դաշտում հայտնվել է նոր մեծ ներուժ ունեցող առնվազն այս պայդրությամբ կարծում եմ օբյեկտիվ է այդպես ասել, անդիմադիր ուժ։ Հայտնվել է այն հանգամանքներով, որ քաղաքական հետապնդում նախապատմություն է, խոսքը գնում է Սամվել Կարապետյանի մասին, որը ինչ եմ ասում։ Ակնհայտ ապօրինի կալանավորված։ Այո, մարդ, որը ունի բացառիկ հեղինակություն որպես Հայաստանի համար միայն լավը եւ շատ արած եւ մարդ, որը հայ է, իսկ դա Նիկոլի համար ամենամեծ հանցագործությունը եւ պատժվում է Նիկոլա հպատակ համակարգի ամենախստությամբ։ Անշուշտ։ Հիմա տես, հայտնվեց այդ ուժը, որը որ դեռևս նախաձեռնությունը արդեն հիմա իրանք խոսեցին նրա մասին, որ պետքա գրանցեն կուսակցություն, արդեն հունվարին, եթե չեմ սխալվում, հա։ Մի խոսքով, այստեղ խոսում են տնտեսության մասին, խոսում են խնդիրների մասին։ Սամվել Կարապետյանը ինքը ժամանակ առ ժամանակ նամակներ է գրում ԱԱԾ նկուղից, հա, ԱԱԾ ոնց է կոչվում, չգիտեմ, Մեկուսարանից։ Նկուղից պատվալի վրա գրացի, այդպես էլ իմել են տենց ասում, էլի։ Ինչևէ, հայտնվեց այս ուժը, որը որոշակիորեն սենց փոխեց տրամաբանություն առնվազն ներընդդիմադիր, հա, տենց ինչ որ ճոճեց այդ ընկալումները, առնվազն ստապ մարկանց մոտ, հա, գուցե ինչ որ մարկանց մոտ չի փոխվել, բայց կարծում եմ ստապ մարկանց մոտ փոխվել է։ Հիմա մենք եթե համարում ենք, որ այս մարդիկ բնականաբար ես ոնց եմ տեսնում, թոներեն ինձ եթե դա այդպես չի, բայց ես իրենց գործողությունները տեսնում եմ էլեկտորալ տրամաբանության մեջ, իրանք խոսում են տնտեսությունից, հանդիպումներ են ունենում, փորձում են հասարակական սեկտոր ներգրավել եւ այլն եւ այլն։ Այլ ուժերը ես գիտեմ եւս փոքր ուժեր, միջին ուժեր, չգիտեմ, չեմ ուզում նեղացնեմ իրանց ասելով փոքր, բայց հարաբերական ավելի ցածր ներուժ ունեցող էս պայդրությամբ, հա, իրանք ինչ որ sense շարժերի մեջ են բան ակնհայտ է, որ դաշտը եթե թեկուզ այլ բաների ել պատրաստ է մասնակցել, նաև գնում է էլեկտորալ ձերի հետ պատրաստում ընտրություններին, ավելի հայերեն ասած։ Ես ոնց հասկանում եմ եւ նախորդիվ շփումներով մեր падգամավորների հետ պատիվ ունեմից, ձեր այս պահի դրությամբ դեռևս ձեզ մոտ այդ օրակարգը չկա։ Չի քննարկվում, այսինքն, հա, ընտրությունների օրակարգը եւ բացարձակ մենք Նիկոլին օր առաջ հեռացնելու կողմնակից ենք, իսկ այսօր մտածել ինչ ենք անելու 2026 թվին, որ Աննան էլի մանդատ ունենա, դա դավաճանություն է, ուղղակի սեփական համոզմունքներին, մտքին, գաղափարին, ես ին վրա օրինակը բերեցի, բայց ցանկացածի վրա սա տարածվում է։ Շատ լավ, այսինքն այս պահին ձեր ձեր ողջ գործողությունները միտված են ձեր նախաձեռնության միտված են ոչ թե մեր նախաձեռնության, այլ միտված են Նիկոլին հեռացնելու։ Այսօր այս չէ, իսկ կա ուրիշ առաջարկ։ Մենք լսումների ժամանակ նաև հայտարարություն էին կարել։ Եթե Նիկոլին հեռացնելու այսօր վաղը մի ամիս հետո ոչ թե նստեք սպասենք տենանք ինչ կլինի, կարող է այդ շատ մարդիկ բարձրաձայնում են, մարդ էս մեկ էլ հանկարծամահ եղավ, հա, եթե այդ տրամաբանության մեջ չենք նայում։ Ցերոզից ես կարամ բանանեմ, ես այդ իմ հույսը է դա, բայց ես վերջերս ոնց որ այդքան չի խմում։ Հիմա եթե մեր տրամաբանությունը դա չի, մենք ասում ենք, եթե կա հնարավորություն եւ առաջարկ, սիրով այդ առաջարկն էլ ենք լսել։ Okay, քանի որ չկա, հələ որ ձերն ամենակ։ Հələ որ ինչ ունենք, առաջարկը Նիկոլին հեռացնել, այո, այդ երկընտրանքն է։ Դե, չէ, նկատի ունեմ, որպես հնարավոր այլ ես այս ասացի տրամաբանությունը ես ավելի պատկերավոր էլի բան անեմ։ Ալա ոնց ասեմ, ոնց որ մարդը հիվանդ լինի ու իմանա, որ օրինակի համար օրինակ մի տարի հետո այդ հիվանդությունը հասնելու այնտեղ, որ իրան պիտի վիրահատեն ու հարցը կապրի թե չի ապրի, մեզ հավանականությամբ չի ապրի։ Ու ինչ որ մեկն էլ ասել է, որ գիտնականներ կան, որ ասել են մի տարի հետո մի բան կհայտնաբերեն։ Չէ, ինքը գիտի, որ մի տարի հետո ինքը կամ մեռնելու է, ավելի շուտ մեռնելու է, էլի, որտեղ ասենք բժիշկ չկա, որ այդ անի, ու իրան գնում է բժիշկին ասում է աղբերս։ Ու մարդը ուշադրություն բժիշկի է գնում, բժիշկն ասում է աղբերս քեզ չբուժենք, արի մի տարի հետո տենանք, մեկը ասես տենից այդ մի տարի հետոն կա, էլի։ Կարող է դեղը լինի։ Կարող է դեղ, արա ասում անգեր ջան, մի ցավում արա, մեռնում եմ, ալա ասում է բան մի արա, ցավազրկող խմի։ Սպասի։ Կամ էլ բել խմի արա, սպասի։ Անլուրջ բաներ մի արա, ցավազրկող չխմես, անլուրջ բաներ մի արա։ Բայց տպավորություն է, վազ լուրջ եմ ասում, այսինքն ես հիմա եմ հասկանում։ Դա է ցանկացած նորմալ, իդեպ էլի վերադառնանք նորմալությանն ու աննորմալությանն, էլի։ Ցանկացած նորմալ քաղաքական իրավիճակում ընտրությունները սկսում է հաջորդ հերթական ընտրության հաջորդ օրը։ Okay, Հայաստանում այդ միշտ տես չի եղել, միշտ եկել է հասել է նախավերջի տարին։ Վերջի տարվա վերջի հատվածում, հա, որ ասենք մի տարի է մնացել, դրանից մի 2-3 ամիս հետո սկսել են մարդիկ։ Միշտ է տենց եղել, ես ինչ հիշում եմ, տենց ա եղել։
Մենք հիմա այն մարդիկ, ովքեր ընտրություններից խոսում են ու պատրաստվում են, իրանք գնում են այս իրավիճակի նորմալության տրամաբանությունից։ Իրանք գործողությունները բխում է նրանից, որ նորմալ քաղաքական իրավիճակ կա, դե ինչ ա եղել, այդ ինչ պետք է անի։ Իդեպ մի բան էլ կարևոր ասեմ, էլի, եկեք էս էլ հայկական բանա, խասյաթա, էլի, այսպես ասած։ Բոլոր ընդդիմությունները 96-ից սկսած մինչև այսօր երբևէ չեն խոսացել, որ իրանք չեն կրելու ընտրությունները։ Երբևէ չեն խոսացել ընտրությունների նախաշեմին մի տարի ու 9 ամիս առաջ, որ իրանք հեսա գնում են ընտրությունները կրվեն։ Միշտ խոսացել են։ Այո, բայց եթե նախորդ 30 տարիները ճակատագրական չէր այդ պետության համար։ Հիմա այո, միանշանակ։ Մեր պարտությունը մեր պարտությունն է։ Չէ, Նիկոլի հաղթանակն ասել ότι նայեք, սահմանադրությունը, որը ինքնություն ունի հայկական, որը հայկական պետության իղձերի մասին է, էլ չի լինելու Նիկոլի հաղթանակը։ Բայց այսօր քաղաքական գործիչ լինեի, մեռնեմ թե առաջարկ չանեի։ Ինչ առաջարկ։ Այլ ընտրանքային առաջարկ։ Այդ ո՞րն է։ Այդ ուրասպես կա մի առաջարկ, այս պահին չկա երկրորդ, ու մենք ասել ենք, որ եթե լինի առաջարկ, արա անկեղծ եմ ասում։ Քաղաքական գործիչներով եթե ասել եք քաղաքական գործիչ, չէ, անկեղծ եմ ասում, ես այդ պատասխանատվության բանը չունեմ իմ վրա, ու լուրջ եմ ասում, նաև հաշվի առնելով փորձը, չեմ ուզում իմ վրա ստանձնեմ տես մի բան, չեմ ասում, ես ինչ-որ մի հատ միտք ունեմ, որը կասեի հիմա չեմ ասում։ Հարցը դա չի, հարցը նա է, որ եթե ես լինեի քաղաքական գործիչ, որևէ կուսակցության կամ ուժի ներկայացուցիչ, որը հավակնում է իշխանության, մեռնեմ, թե եթե դեմ լինեի impeachment-ին, չհավատայի impeachment-ին, հա, մեռնեմ, թե իմ առաջարկը չանեի այլ ընտրանքային process-ի։ Կատակ չեմ ասում։ Բայց դա է ճանապարհը։ Հակառակ դեպքում մնում է մի ճանապարհ, Նիկոլը պետք է մնա, Նիկոլը թող մնա։ Իդեպ ասեմ քեզ, այն դեպքում ես հիմա կոնկրետ օրինակ, արա դաշնակցությունը, արա մեծ փորձ է կուտակել փողոցային պայքարի հավասար ՀԿ-ի այս ընթացքում։ Ու իրաց ջահելները ժամանակին, արա անեց կրեատիվ բաներ էին անում։ Հիշում ես մի անգամ էլ ենք ոնց որ սրա մասին խոսացել, թե ես անսրզում եմ խոսացել, չեմ հիշում արդեն։ Ախպեր այդ ջահելներն ուր են։ Ախպեր այս երկրում այսօրվա դրությամբ կա մեծ խնդրեմ քաղաքբանտարկյալների թեմա։ Երբ որ մենք, վազի, չեմ ուզում բան անեմ, Աշոտյանը, ես, դու նստած էինք, այդ ժամանակ այս մարդկանց նաև ուղիղ մասնակցությամբ Աննան Հյուսայինում բուկլետ էր բաժանում Վազգեն Նարեկ նկարներով, հասկանում ես։ Դու։ Այո։ Հա։ Չգիտեիր։ Չէ։ Խորացավ մեր հակասությունը։ Ատե տես ես հեսա սեքսիզմից դուրս եմ գալի։ Չէ։ Ապե Աննան անձամբ ապե պատգամավորները բան չէ, մեր ստոպ ներողություն։ Այսօրվա պարագայում մեծ բան է, որտեվ այսօր հաստատ Վազգեն ու Նարեկ չեն, երկու սրբազան են, որոնք 100 հատ 100 Վազգեն ու Նարեկ արժեն։ Ոչ մի բան է դա ոչ մի բան չի արվում, արա, ընկեր ջան։ Այսինքն հասկանում ես, Հայաստան դաշինքից պատգամավոր է նստած, բրատ։ Արա դու հասկանում ես սա ինչ է։ Ու սա այսինքն այն process-ները, որոնք արվում են, իդեպ այդ առաջարկը այլ ընտրանքային։ Նստած է պատգամավոր, ում մասին սուտ է խոսացել ազգային ժողովում, գլխավոր դատախազը, ում փորձել են, քիչ այդ մարդուն բերել են կեղծ մեղադրանքով, առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով մեկուսացնում են, հələ մի հատ էլ ծեծ ու ջարդ են կազմակերպում, տենց ուզում են մի հատ էլ բարոյա լքեն լրիվ էս հասարակության, ասեն տեսեք, ձեր վերջն էլ, ձեր սկիզբն էլ էս է լինելու։ Չէ, ու պրիտոմ իմ համար էս նորմալությունը նորմալ չի, էսի նյու նորմալիթին է, էլի։ Չէ, բայց իրանք են ուզում, իրանք ուզում են, որ մենք հարմարվենք, Նիկոլը ուզում է, որ մենք հարմարվենք մեր անկարողության հետ։ Ասես նստենք երեքով խոսանք, վերջում ասենք դե չկա, դե չի լինում, էլի, դե վсё։ Նիկոլն է ու վերջ։ Ինքը ուզում է մենք մոռանանք մեր նախկին կյանքը։ Մինչև Նիկոլ Դավաճան Նիկոլի եղած կյանքը պիտի բոլորս մոռանանք։ Դա իր գեշ նպատակն է։ Ու հաստում է ինքը դրան։ Արի ընդունենք, որ իրական Հայաստանի իր անկալումն է, էլի։ Ես ու Վազգենը մեր օրինակը բերեմ, էլի, էսի էլի օրնես չլինի, ես տենց ասում եմ ուրիշների անունից։ Չի եղել մի ընդդիմադիր, իրական ընդդիմադիր process, շատ բաներին չենք հավատացել, բայց մենք գնացել ենք մեր պարտքն ենք համար, հատկապես նստելուց դուրս ելնելուց հետո, մեր մոտ եղել է պարտք, ախպեր, մենք ոնց որ դաշտին պարտք լինեինք, Սրբազանի սաղ ակցիաներին գրեթե գնացել ենք, այդ Անսուր Պաննայի Բաքում աշխատել ենք մշտապես ներկա լինենք, հաստատ որտեղ որ պետք է եղել մեր ներկայությունը, մենք եղել ենք։ Բոլոր բաներն, նույն impeachment-ի այդ լսումներին եկել ենք առանց մի րոպե մտածելու, մեր process-ը չի եւ այլն, բայց մենք եկել ենք, այո, բայց եթե մենք այս ճակատագրական պահին, ես ներողություն եմ խնդրում ես բառի համար, պետք է որ ամեն մեկս մեզ թանկացնի, չգիտես ինչի համար,
Այդ ինչ կա որ մի հատ էլ մենք եկել տենց բան, մեկին պիտի առանձին հրավեր ուղարկես, մեկին պիտի մի երկու անգամ ավել զանգես, մեկի դրա մասին է այս ամեն ինչը։ Ես մի բան էլ ասեմ, էլի, ես շատ մարդկանց մոտ ինչ-որ տպավորություն ա, որտեղ մենք տես ինչ-որ փափուկ տեղ նստած ենք։ Արա, անկեղծ եմ ասում, ես չեմ ուզի Արմավիր քրեակատարողական հիմնարկը։ Վաբշե փափուկ չի։ Ասեմ քեզ, ես չէի ուզի որևէ մեկը մեր տեղը ստեղ նստած հաղորդում վարեր, ոդքասթ վարեր, մեդիա գործունեությամբ զբաղվեր, մենք իրանց տեղը այնտեղ նստած կայֆ բռնեինք։ Հիմա ու այս տպավորությունն է, որ ասենք, արա լավ, մենք չենք անում այս ամեն ինչը մեր համար, այ ախպեր ջան։ Եկեք ինքներս մեզ է խոստովանենք, հասարակությանն էլ ասենք, ձեզ մեզ դիտողներին էլ ասենք, այսօր փափուկ տեղը նստած է Նիկոլը, եւ դա մեր պրավալն է։ Դա դրա մասին է։ Փափուկ տեղը նստած է Նիկոլը եւ բոլորին ցույց է տալի իր փափուկ տեղը։ Ու ասում է կարակ անեք, արեք։ Չեք կարա ձերներ հետ կդրեք ախպեր։ Քանի որ արդեն մեկ անց կես ամես 1600 հոգի նամը, ես ամեն դեպքում տամ հարցերը, որը տվել էր ինձ Դավիթը։ Ու Ալեքսի գիրքը պետք է ստորագրենք։ Բերացա, գիրքը բերացա։ Մի հատ գիրք պետք է ուղարկենք մեր մշտական հետևորդներից մեկը, սպասում եմ այդ բան ասեմ, հետո ցաղուերդ կասես։ Ինչ գիրքը։ Գիրքը, որը խաղարկել էինք։ Ում գիրքն է։ Քո գիրքով ես գրած։ Ում գիրքն է, թե ում գիրքն է։ Չեմ հիշում։ Ջին շարպի մնացել էր ես գիրք գրեմ, մի հատ պարզվել ես գիրք ունեի գրած, որի մեջ 2010-ին Նիկոլին գովացել եմ, ասենք։ Ասել եմ ես փառա եղա։ Չէ, լավ գիրք է, ջին շարպի գիրքն է, ուղղակի քանի որ մեր այդ հետևորդը նաև առաջորդվանց մեզ նա Ուկրաինայում է ու քեզ էլ շատ համակրում է, խնդրել ասել էր տղեկ այդ գիրքը որ ինձ ուղարկելու եք։ Կլինի Աննան ստորագրի, որ ոնց որ մակագրի էլի, որ ոչ թե որպես հեղինակ, այլ որպես մակագրես, նվեր էլի, որպես դու ես նվիրողը։ Հիմա մենք ունենք մի շատ հետաքրքիր հետևորդ Դավիթ Լի ազգանունով, ինչով է հետաքրքիր, ինքը մի անգամ ես տեսա պոստեր գրել մեր մասին ու շատ ռուսերեն մտ լավ բառ կա, հայերենում ենթադրում եմ այդ բառը չկա, կոչվում է, ինքը նորաբանություն է ինչ որ լեզվում, կոչվում է ասկարբլիմենտ։ Ասկարբլիմենտ, դա կոմպլիմենտի ու հա, այսինքն շուտ վատ բաներ էր գրել, բայց գլոբալ լավ էր ոնց որ շատ չես նեղվել։ Այն ասում էր տղեկը, մեն մեկը, էս մեկը բան, այն մեկը մի քիչ տաքսի բետ բան է, այտենց ռոժա, բայց ընդհանուր օրը լավ product են տղեկը տալու, բայց ես մի խոսքով կարծում եմ։ Ով էր տաքսի բեն մեջներ։ Ես։ Ես, դու թե ես։ Ես, չէ, ես տաքսի բեն։ Լավ ջան, բարև։ Հա, հիմա դրա համար նաև ինքը ստորիովս կիսվել էր ասել վերջապես Աննան եթերում անպայման այսօր կնայեք, բան դրա համար բայց նոր հետևորդ է, այսինքն չտեսել նախորդ հաղորդումները։ Չէ, նախորդի վախտել էր տենց ուրախացել վստահաբար։ Հա, մի խոսքով կարծում եմ արդարակ որ իր հարցերը մենք կարդանք, մի քանի հարց ագրել, բայց թույլ տուր երկուսը կարդալ, ու ինքը քո անձի վերաբերալ, այսինքն քաղաքական կեցվածքի վերաբերալ, տենց հարցերը, առաջին ինչ հարցն ասում է իմիջի մասով եմ уզում հարցնել, ռուսերեն է հարցը։ Тебя часто позиционируют как ռուսերենորն հարաբերական ռուսերեն, որովհետև ճակերտավոր տղամարդ կին, այսինքն политик, который более мужественный, чем любой мужчина-политик. Как ты относишься к такому позиционированию, насколько оно соответствует твоему собственному восприятию? Հա, ելնելով, չէ, բայց հաստատ, քանի որ դու հենց ասիր շատ հարցեր կա ու հենց առաջին այդ հարցը կարդացիր, ես քեզ ասեմ, որ դու հասարակության իրավահավասարության սկզբունքից հիմա շատ ավելի քիչ բան ես հասկանում, քան Նարեկը։ Շատ լավ, ընդունեցի։ Բայց մեր առաջին հաղորդումները, երբ որ սկսում ենք, ուղիղ մեծ ռեգրես է գրանցվել, ես հասկացա։ Ինչ սովորացեցիք, ես մոռացա։ Բայց նայ, մոռացել եմ։ քներես էլի, բայց ես ինչ, նայ, մեր հասարակության մեջ կան ցավոք սրտի, մեր տենց խոսույթի մեջ կան տենց սեքսիստական բաներ, որ երբ որ կինը ապրես, երբ որ կինը շատ տենց դուխով, բաց տենց ճակատով մտնում այն ինչ որ ծանր պայքարի մեջ, ասում են տղամարդ կինա, համաձայն եմ դա սեքսիստական, հա, բայց չեմ կարա, չէ, թեկուզ եթե ես էլ համաձայնվեմ, չի կորելու, չէ, դա հանրային ընկալումների մեջից, որոշ սեգմենտից, արի դու արդեն ասացիր, որ նախ այդ ձևակերպումը ինքնին պարունակում է իր մեջ խիստ դիսկրիմինատիվ եզրույթ, որը որ լավ չի, բայց գլոբալ առումով, եթե դու հասկանում ես դրա բովանդակությունը որտեղից է գալի, երբ քեզ դիրքավորում են որպես այդպիսի կեցվածք ունեցող մարդ, դու այդ դիրքավորմանը ո՞նց ես վերաբերվում։ Նախ ես շնորհակալություն եմ հայտնում Դավիթին գնահատականների համար ինձ անկեղծորեն պարտավորեցնում է ցանկացած դրական խոսք իմ հասցեին ասված ու ես մտածում եմ որ միշտ մտածում եմ որ դա ինձ ավանսով է ասվում ես դեռ շատ բան ունեմ անելու ապացուցելու վերջի վերջո գոնե հասնելու նրան որ Հայաստանում
լինի առանց Նիկոլ իրավիճակ։ Գոնե այդ նվազագույն անհրաժեշտն է, որը գոնե ինչ-որ միտեղ sense իմ կյանքում գալչկա կդնեմ էլի ու կանցնեմ առաջ։ Ես հիանալի հասկանում եմ, որ նույնիսկ այդ իմ համար ոչ այդքան ընդունելի բառակապակցությունը դրական տրամաբանության մեջ է ասվում, ընդգծելու միգուցե այն կամքը, այն ազնվությունը, որ պայքարի մեջ դրսևորում եմ, ես մշտապես ուզեցել եմ, որ անկեղծությունը, որ ես ունեմ, մեր հասարակությունն ու քաղաքացիները բնականաբար դա տեսնեն։ Այդ ձևակերպումը իմ հասցեին ոչ թե չեմ սիրում, ես ցանկացած ձևակերպում հանգիստ իմ հասցեին լսում եմ, հավատացեք, բայց ինձ համար հաճելի է, երբ խոսում են Նիկոլի դեմ պայքարող կանանց մասին, հենց առանց լրացուցիչ ինչ-որ իրանց մեր կարծրատիպերի մեջ տեղավորելու տրամաբանությամբ կամ ցանկությամբ։ Այսինքն ինչ մենք պայքարող կնոջը չենք պատկերացնում, դրա համար կողքը մի հատ տղամարդ բառն ենք ավելացնում, որ ավելի ընկալելի լինի։ Կնիկ տղամարդ է սա, ես քո ցավը տանեմ։ Այսինքն դա մեզ մոտ կարծրատիպային է, դա ընդհանրապես հայկական ինքնությանը բնորոշ չի, եւ այն արդից օգտվելով տենց շատ չեմ երկարացնում հարցի պատասխանը, բայց այն ՀԿ սեկտորը, որոնք իրականում ազդեցության գործակալներ են եղել տարիներ շարունակ Հայաստանում, այս 30 տարիների մասին է, հա, խոսքը մինչև իրենց հաջողվեց իշխանությունը զավթել։ Իրենք հենց այսպիսի արհեստական ձևակերպումների վրա էլ կարողացել են մեր հասարակությանը մոլորեցնել։ Եվ փող ստանալ, չէ՞ ավել։ Փող կողքից ստացել են, բայց իրանց փողը իրանց ինչ ուզում էին թող անեին, բայց այդ փողը ներդրել են Հայաստանը քանդելու process-ի մեջ։ Իրենք արել են ամեն ինչ, որպեսզի հայ հասարակությանը, մեր պետությանը, ազգային ինքնությանը կարեն ինչ-որ անհասկանալի կարծրատիպեր, այդ կարծրատիպերը, որոնք ինչ-որ մասը օբյեկտիվորեն կա, սարքեն շատ մեծ եւ անհաղթահարելի պրոբլեմ, այդ պրոբլեմը վերագրեն օրվա իշխանություններին, երբ որ այդ մարդիկ զբաղված են լուրջ եւ պրոբլեմատիկ մեր էգզիստենցիալ հարցերը լուծելով, հա տենց հայտնվել է ինչ-որ մի հատ ՀԿ, ով արդարացիորեն ֆիքսել է, որ մեր հասարակությունում կա անհավասարության որոշակի դրսևորումներ, բայց այդ անհավասարությունը ոչ թե ինքը եկել է ուղղելու, այլ հակառակը խորացնելու, հասարակությունը պառակտելու, իշխանություններին դրանում մեղադրելու, այնտեղ որտեղ կար ուղակի հասարակական դաշտի գործունեություն եւ աշխատանք անելու, իրենք այդ ամեն ինչը բել հասցրել են պետության իշխանազավթմանը։ Ես համարում եմ, որ հայ հասարակությունը իր բոլոր ներկայացուցիչներով, տղամարդկանցով եւ կանանցով գիտակից, կարող, կամային, ինքնուրույն եւ անկախ հանրույթ է, որը ունի իրավունք եւ հնարավորություն ապրելու անկախ Հայաստանի Հանրապետությունում։ Ես շատ ուրախ եմ ինձ համար էլ այդ մարդկանցից մեկը։ Մարդով ծնվել է, անկախ եւ ինքնիշխան Հայաստանում, ուզում է այդպես էլ շարունակի ապրել։ Շատ լավ, կարծում եմ ամփոփիչ բոտանց բան լրիվ ինքը պատասխան էր եւ եթե թույլ տաց երկրորդ հարցը, որտեվ կապված է դրա հետ, մասամբ է կապված, էլի երկու մասից է հարցը, մեկը ինքը հարցնում է, որը ես էլ եմ իդեպ տենց ինձ էլ է հետաքրիր, ասում եմ, տես, հիմա կանանց որպես էլեկտորատ շատ ակտիվ աշխատում են կանանց վրա, օրինակ Աննան Հակոբյան, այդ իր կրթվել է Նորաձև անվանումից, հիմնականում կանանց է ներգրավում, նաև իր շրջապատն է, այդ շրջանակներում կանայք, այդ իր օգնական է, Ստելլան Սարուխանյան եւ այլն, որ իդեպ գյուղերի վրա շատ ակտիվ աշխատում եւ իրանք շատ մեծ նաև երևի թե զգացել են կամ ունեն ինչ-որ տեղեկություններ, որ ես կարծում եմ դա իրականություն է, որ կանայք լուրջ ազդեցություն են ունենում ընտանիքում տղամարդկանց որոշումների վրա շատ դեպքերում ու սենց ոնց որ միջնորդավորված նաև այս տեսակ էլեկտորատի վրա են աշխատում, այս առումով ինքը հարցում էր արդյոք ընդդիմությունը ըստ քեզ անում է կոնտրաշխատանք կանանց մաքսիմալ քաղաքականապես ներգրավելու այս process-ների մեջ որպես էլեկտորատ։ Ոչ, ընդդիմությունը կոնտրաշխատանք չի անում եւ ցավալիորեն դա միակ ոլորտը չի, որտեղ հակազդեցություն չի դրսևորում եւ չի ցուցաբերվում։ Արդյոք ես համարում եմ, որ այսօր ընդդիմությունը կարող է եւ ունակ է դրանով զբաղվել, չէ, որտեվ նորից եմ ասում, այնքան պրոբլեմատիկ հարցեր կան, որ եթե մենք այս պահին սկսենք տեղային զբաղվել այդ հարցերով, ես ձեզ վստահեցնում եմ, որևէ մեկից ներուժը չի հերիքելու, չի բավականացնելու, որտեվ իրանք դրա մեջ դնում են այդ էրատոյի ծրագրերի մեջ դնում են այդ թուրքական փողերը, մեր բոլորի պետ բյուջեն, մեր փողերով հենց կաշառք են առաջարկում Հայաստանի տարբեր քաղաքացիների, տարբեր ոլորտներ եւ խավեր ներկայացնող մարդկանց, եւ դա միայն կանայք չեն, բոլորին ամեն մեկին իրանց ընտրակաշառքը սրանք առաջարկում են։
ընտրակաշառքը չի աշխատում, կա վախի գործիքը, իրենք այդ ամեն ինչը փորձում են հիանալի անել։ Ես նորից եմ ուզում ասել, այդ ազդեցությունը իրենց ընտանիքներում կանանց վրա եւ այլն կամ տղամարդու ազդեցությունը ընտանիքի վրա, իմ համար այդ երկու մոդելներն էլ հավասարապես անկալելի ու անհասկանալի են։ Ես համարում եմ, որ կինը եւ տղամարդը, այո, պիտի նաև ընտանիքում այդ խոսակցության արդյունքում է ձևավորում հենց քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշումը, բայց ինչ որ գերակայությունները մեկը մյուսի նկատմամբ, այդ ծնում է արատավոր երևույթներ։ Այսինքն եթե մենք խոսում ենք պարտադրանքի որևէ էլեմենտի մասին, դա ինձ համար խնդիր է։ Հայ հասարակությունում այո կանայք պիտի լինեն ներգրաված եւ առաջին հերթին կանանց ներգրավվածությանը այսօր խանգարում է Նիկոլը եւ իր այդ ռեժիմը, որովհետեւ կանանց թիրախավորում են իրանք։ Էրատոն այն կանանց ում տպավորություն է ուզում ստեղծի, թե օգնում է կրթությամբ, ուսումով, աշխատանքով, ինչ որ ինքնադրսևորմամբ, ինքը այդ կանանց ընդհանրապես օգտագործում է, թիրախավորում է եւ այդ կանայք ինչպես նաև մնացած բոլոր խմբերը, ում հետ իրենք փորձում են աշխատել, պարզապես օգտագործվելու են այն պահին, երբ որ իրանց պետք է ու կներեք այս բառի համար, բայց շպրտվելու են ինչպես բազմաթիվ մարդիկ 2018 թվականից հետո։ Ես ձեզ նորություն չեմ ասի։ Բայց իշխանության կառավարության մեջ այսօր ուժայինները կանայք են։ Դա կապ չունի, խնդիրը այն չի, որ այդ ուժայինները կանայք են ղեկավարում, խնդիրը այն է, որ այդ ուժայինները ղեկավարում են մարդիկ, անկախ սեռից եւ որևէ այլ տեսակի հատկանիշից, տարանջատող հատկանիշից, այլ մարդիկ, ովքեր համաձայնվել են գնալ այդ ապօրինություններին։ Դուք ինձ ուզում եք համոզել, որ դհոլչին ավելի լավ էր, չէ։ Երկուսն էլ հանցագործ դատախազ են։ Okay, ես հասկացա։ Այդտեղ սերային պատկանելություն չկա եւ այդտեղ շեշտադրում անելը դա մենակ Նիկոլին օգուտ է, որովհետեւ ինքն է թիրախավորում կանանց, ինքն է այնպես անում, որ հայ հասարակությունում կանայք եւ շատ այլ այսինքն կանայք տղամարդիկ տարիքային ինչ որ առանձնահատկություններով խմբերով առանձնացող, այո, տեղային ինչ որ ինքը բերում է այդ ատելության բաժանման այն սև ու սպիտակին, իրանք տենց են եկել։ Այդ իր այդ հատուկ մեկ այլ հատուկ հանձնարարություններ կատարող ծաղրածուն։ Ձեզ մոտ այնց պատահական էր ասում, չէ, իրանք ունեն սևեր եւ սպիտակներ, հիմա էլ ունեն այդ սևերին ու սպիտակներին։ Դա ցանկացած պահին արտահայտվում է իրանց պետքական տրամաբանության մեջ։ Ու նորից եմ կրկնում, խնդիրը կին կամ տղամարդ լինելը չի։ Խնդիրը այն է, որ իրենք որոշել են իրանց մեջ կոնկրետ որոշում են կայացրել, եկեք էս էլ ֆիքսենք, հա, սա չգիտության, ուղակի դիտավորությամբ, ուղղի դիտավորությամբ իրականացված եւ կայացված որոշում է։ Ծառայել Նիկոլին։ Ու ես դա ազգային ժողովում հնարավորություն եմ ունեցել իր դատախազին ասելու, երբ որ ինքը եկել էր մեր գործընկերոջ Արթուր Սարգսյանի հետևից։ Ես ասել եմ, իր հետ կատարվել է այս կյանքում ամենավատ բանը, որ կարող էր կատարվել, Հայաստանում իրավաբանական կրթություն ստացած մարդու հետ։ Անկախ սեռից։ Ինքը դարել է Նիկոլի դատախազը։ Սրանից այն կողմ մարդը, որ իրավաբանական ֆակուլտետն է ավարտել իրավագիտության, ինձ թվում է այլ հնարավոր չի տեղի ունենա։ Դու էլ ես չի ավարտել այնտեղ։ Այո, եւ մարդիկ, ովքեր այդ ֆակուլտետը անցել են, շատ լավ հասկանում են, էլի ինչի մասին է եղել այդ դպրոցը, ինչ սկզբունքների վրա է հիմնված եղել այդ դպրոցը, ինչի վրա է հիմնված այդ դպրոցը։ Ու երբ որ դու այդ ամեն ինչը ուրանում ես, դու արդեն ոչ մի բանի մասին ես։ Նիկոլի Էրատոյի ասած, ոչ մի բանի համար ապրում ես, ոչ մի բանի համար կռվելու ես ու ոչ մի բանի համար վերջանալու ես։ Թիրախավորումը, որ ասում է, իդեպ նաև որ բերում ես ոչ կոմպետենտ մարդ ես նշանակում ու այդ մարդը հանկարծ լինում է կին, իհարկե դա մեծ թիրախ է ստանում, նաև հաշվի առնելով են կարծրատիպերը, որ կան կանանց հանդեպ։ Ու իրանք են թիրախավորում։ Հիմա նայ, օրինակ ես բանին ես ինչա դրա ունես։ Նգնային։ Չէ։ Առողջապահությանը։ Այս բուժքրոջը, բուժքույրը աղբեր ջան, չէ՞։ Բերել են նշանակել են պաշտոնի, որը պետք է ակադեմիական գիտելիքներ ունենա։ Բայց Նիկոլի Հայաստանում տենց պետք է լինի։ Նիկոլը ունի կեղծ բարձրագույն կրթության մասին դիպլոմ։ Այո։ Նիկոլի դիպլոմը կեղծ է, ոնց այդ չեք տեսել, այդ ուղիղ եթերով ոնց էին հանձնում, ոնց է ստացել այդ մարդը բավարար առաջադիմություն չունենալու համար պետ համալսարանից բարձրագույն ուսումնական հաստատությունից հեռացվել է։ Այդ դիպլոմ տվողը, նվիրողը, ընդունողը մի հանցագործությունների հանցագործության դրվագ է, հասկանում եք։ Այդ մարդը կարա կեղծ դիպլոմը վարչապետ աշխատի, առանց դիպլոմ մեկը հանձնաժողովի։ Մենք չենք էլ ուզում թիրախավորենք նաև ոչ մեկ չի թիրախավորում բարձրագույն կրթություն չունեցող մարդկանց կամ միջին իդեպ Հայաստանում մեծ դեֆիցիտ է միջին մասնագիտական կրթությունը։ Սա գնում են տենց այդ ավանդական բանով։ Այո, բայց խնդիրը տեղ չի, խնդիրը դեռ որ Նիկոլը եկավ ասեց կամ ես վարչապետ կլնեմ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա ու եւ բարձրագույն կրթություն ունեցողները եւ բարձրագույն կրթություն չունեցող
աշխատողները, եւ կանայք, եւ տղամարդիկ, բոլոր առանձին հատկանիշներով տարբերվող խմբերը չկարողացան դրա դեմը առնել։ Քարոզչական առումով խնդրեմը այն է, որ երբ որ ինքը անում է այդ քայլը, դու սկսում ես շատ մարդիկ սկսում են անզգուշորեն թիրախավորել, քննադատել կոնկրետ այո։ Մի դեպքում կնոջը, մի դեպքում հստակ մասնագիտությանը, միջին մասնագիտությունը, ասում են բուժքույրը ով է որ եւ այլն, ասում 15000 բուժքույրը նամոս մարես իմ մարդկանց տեղ չի դնում, բայց երբ որ դու կոռեկտ բացատրում ես, որ այս կոնկրետ այլ բանի մեջ է, տանեմ, բայց հարցն է, որ չի կարող, օրինակ ես չեմ կարող լինեմ բուժ եղբայր։ Ես չեմ կարող, որտեվ չունեմ այդ մասնագիտությունը։ Այո, չունես կրթություն։ Չեմ կարող, որտեվ ես այդ կաթետրը դնելուց կսպանեմ այդ մարդուն։ Հասկանում ես, եւ դա խնդրեմ կառաջացնի։ Այո, բայց հիմա կներես էլի ու նաեւ դրած է հակասությունը նաեւ, որի վրա քարոզչականը այդ դրա վրա պետք է տանես։ Դա մի կողմից իրանց ողջ քարոզչությունը հիմա, որը հələ որ քաղաքականը չի, բայց օկլը քաղաքականա բնականաբար գնում է դեպի կրթվելը նորաձև է։ Բայց իրանց կրթությունը Էրդողանով է։ Ու իրանք դնում են ակադեմիական կրթության ենթադրող պաշտոնի մարդ, որը չի ստացել այդ կրթությունը։ Հիմա այսինքն դու պատկերացնում ես, մարդ 6 տարի բժշկականում պետք է սովորի, 2-3 տարի արդինատուրա եւ այլն, եւ այսինքն 10 տարվա կրթությունը մի հատ քոլեջ ավարտած մարդով դու բերում ես, որտեղ ինքը պետքա օրենք գրի եւ մշակի եւ դա նախարարին հավասար, եթե ոչ առավել կարեւոր պաշտոն է։ Ու նաեւ պետքա հասկանալ, որ երբ որ սրանք ասում են կրթությունը նորաձև է, դա նշանակում է, որ Էրդողանի գծած կրթությունն է, որտեղ չկա Մեսրոպ Մաշտոց, որտեղ ինչ-որ անհասկանալի QR-ներ են, որտեղ հայոց պատմությունը կրթվելու մեջ չի մտնում, եկեք էտել հասկանանք հստակ, եկեղեցու պատմություն ընդհանրապես եկեղեցի հավատ կրոն, ազգային ինքնության մասին խոսել ընդհանրապես չի կարելի, մի անդեմ, անկարծիք մի հանրույթ, որը կլինի շատ հեշտ կառավարելի, արդեն այդ հանրույթը չէլ տարբերի Էրդողանին Նիկոլից, Նիկոլին Ալիևից։ Թույլ տվեք այս խոսքի վրա շնորհավորել այսօր արդեն ուսուցիչների օրն է։ Այո։ Մեր բոլոր ուսուցիչներին շնորհավորենք, դպրոցների ուսուցիչներին, քոլեջներում չնայած արդեն դասախոսա։ Սիրելի ուսուցիչներ, այս ամեն ինչ որ մենք ասում ենք, ես վստահ եմ, մեզ հիմա նայող ուսուցիչներ էլ կան։ Մեր պարտքն է բարձրաձայնել, ասել եւ հույս ունենալ, որ ձեր մեջ կան մարդիկ, որոնք որ այս ամեն ինչը պահում են, բացատրում են երեխեքին ով է Մեսրոպ Մաշտոցը, հայոց պատմության ես պատմել եմ մի ուսուցչի մասին, որին ճանաչում եմ, որ ասաց, ես այդ զիբիլ գրքերով չեմ անցնի պատմություն։ Ձեր մեջ կան շատ մարդիկ, ովքեր շատ լավ ու քաջ գիտակցում են այս առաջնահերթությունների մեր մեջից հանելու վտանգավոր հետևանքները ու չեն հանում այդ առաջնահերթությունները, անկախ նրանից թե Ժաննա Անդրեասյանները ինչ են ձեզ հրամցնում, դուք դասավանդում եք այն ծրագրերով, որով որ պետք է իրականում դասավանդեք։ Շնորհակալություն ձեր ծառայության համար այս երկրին մատուցած եւ հույս ունեմ, որ ձեր մեջ շեղվողները կլինեն ավելի քիչ։ Կարևորագույն ֆունկցիա են կատարում այդ մարդիկ, քանի որ այդ գիտելիքները, որը ստանում է երեխեն, հետագայում թույլ կտան իրան չդառնալ պոտենցիալ Նիկոլների ընտրազանգված։ Մեր օրինակով իրականում։ Եվ շնորհակալություններ ասենք։ Հա, էլի էդ է ասում, որ ասում ու էդ է ասում։ Հասկացա միանգամից։ Մայր ջան, շատ շնորհակալություն մեր հիմնա մեր գլխավոր հովանավորներից մեկը մեր Միրզախանյան, Դավիթ Խաչատրյան, մեր մշտական հովանավորը, մեր հովանավորները։ Որ ասա որ քեզ բարևը։ Հա, չի տեսա տակը գրածա։ Добрый Դավ ջան։ Թոմը մի խոսքով մեր հովանավորները, մեր համախոհներն ու մեր աջակիցներն են այս առումով, դուք բոլորդ գիտեք, շատ շնորհակալ ենք։ Նաև մեզ աջակցում են մարդիկ ուղակի լայքելով կամ տարածելով, դա շատ կարևոր աջակցություն է, որովհետև այն հանգամանքը, որ մենք հանդիսանում ենք այսօր գործոն այս քարոզչական հականիկոլության քարոզչական դաշտում, բացառապես ձեր աջակցության շնորհիվ է։ Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր ունեն հնարավորություն աջակցելու ֆինանսապես, դա հնարավոր անել Patreon-ի եւ Donation Alert-ի միջոցով, նաեւ քարտային, բանկային բոլոր հնարավոր միջոցները կան նշված ուրեմն վիդեոյում, բայց մեծ շնորհակալություն այն մարդկանց, ովքեր չունենալով նման հնարավորություն անում են դա այլ միջոցներով, տարածելով, լայքելով, մեկնաբանելով եւ առասարակորը սարքելով, տեխնիկաներ ուղարկելով։ Ես տրամաբանության մեջ եթե թույլ կտաք, տպավորություն թող չլինի, որ էլ ինչ որ ահասարսուռ պատկեր եմ նկարագրելու, բայց ես վստահեցնում եմ, որ նիկոլական օրենսդրական այն մախինացիաները, որ իրենք անում են, նաև իրենց հնարավորություն է տալու իրենց համար հարմար ցանկացած պահին նաև կառավարել
այս հարթակները, համացանցային հարթակը ու ձեր ասածի տրամաբանության մեջ այո շատ կարևոր է, որ այդ մարդիկ լինեն ձեզ հետ կապի մեջ մշտական, ինչը իրենց համար դժվարացնելու է արդեն սորտավորել նաև համացանցում այն, ինչը որ պիտի հասանելի լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Գիրքը բերում են, բայց միջև գիրքը բերելը մեր մյուս մշտական աջակից Արմեն Սանոսյան հարց է տվել, այս հարցին է պատասխանել, էլի։ Հարգելի Աննա, ով է ձեր համար հայ եւ արտասահմանյան կին քաղաքական գործչի իդեալը, ում եք համարում ներկա աշխարհում ամենահաջողված կին քաղաքական գործիչ, ինձ էլ է հետաքրքիր անկեղծ ասած։ Շատ դժվար հարց է, որովհետև ես շատ շատերի մեջ տեսնում եմ որակներ, որոնք կուզենամ գտնել իմ մեջ, շատ շատերի։ Մեկի մի օրինակ բերել, ինձ էլ է հետաքրքիր։ Թեկուզ ոչ, այսինքն մահացած նախքին Դե չէ, ինչ որ տենց պատմական կերպարների մասին չեմ ուզում խոսել տպավորություն ստեղծելու, որ դե չկան հիմա դրա համար հանգիստ խոսում եմ, եղածների մասով էլ սահմանափակվում եմ խոսել։ Նախ ես ուզում եմ ասել, որ հայոց պատմության եւ հայկական իրականության մեջ էլ կանայք շատ մեծ դեր են ունեցել եւ իմ շատ սիրելի պատմության դասախոսը, որը ցավոք հիմա կենթանի չի, Արտակը Մովսիսյան, շատ կարևոր աշխատություններ ունի հենց հայոց թագուհիների ու այո կանանց դերի եւ ներգրավման մասին հայոց պետականության կայացման, պահպանման, այդ պետականության վերականգնման գործում ես այդ գրքերը կարդացել եմ եւ ինձ համար օրինակելին այդ մարդիկ են, ովքեր այն ժամանակվա գեոպոլիտիկ խնդիրների մեջ փորձել են իրենց ինքնության պահպանության հարցը եւ մեր ազգային ինքնության պահպանության հարցը վերցնել իրենց ուսերի վրա։ Հիմա էլ շատ են քաղաքական գործիչները աշխարհում, ովքեր ունեն համոզմունքներ, այդ համոզմունքների համար պայքարում են։ Ես էլ եմ ուզում այդ համոզմունքների համար պայքարենք միասին ու գոնե այդ համոզմունքների չեմ տա հիմա անուններ։ Okay. Շատ լավ, դե եթե ստորագրման մակագրման գիրքը, որը գնալու է Ուկրաինայի, դեպ ինձ գրեցին մարդկա, որ ուղարկել է Ուկրաինա բան ու հասել է տեղ, այնպես որ կարելի է։ Եկեք ուղարկենք, եթե կա Onex-ով կամ ինչ-որ մի բանով ուղարկելու հնարավորություն, կխնդրեմ մեզ ասել, որ ճիշտ լինի, ես անպայման ձեր անուններն էլ պիտի հիշատակեմ, որովհետեւ ոնց ուզում ես, բայց նայ Ալեքսը ամենահետաքրքիրը որն է, որ մեկ մտնում է եթեր, ասում է տղեկ մի քիչ ուշ է, մեկ էստե բամբյոշկա էր։ Կիևում ապրում այդ տղեն։ Ու մեր մշտական ասես բան մենակ բոլոր հայերին այնտեղ գտնվող անվտանգություն եմ մաղթում ու տա Աստված, որ անվնաս կարողանան այդ իրավիճակից դուրս գալ։ Շուտ ավարտվի այս ամեն ինչը, այդ պատերազմը։ Մի ձև ոնց քեզ հարմարա ձևակերպի։ Կարանք կարդանք, կարանք մենակ մենք իմանանք, հետո Ալեքսը այնց բան սյուրպրիզով իմանա։ Ընկերներ, շնորհակալություն, որ այսքան ժամանակ մնացիք մեզ հետ, արդեն ժամը 2-ն է, 1500 հոգի շարունակում է մեզ հետևել ուղիղ եթերում, կարծում եմ գլոբալ առումով այն հարցերը, որոնք հետաքրքրում էին ձեզ այս ժամանակի ընթացքում մենք կարողացանք բարձրաձայնել, մենք հանդիպելու ենք Իմնեմնիմի շրջանակներում արդեն 4-շաբթի, մինչև 2-շաբթի օրը կունենանք Իմնեմնիմի էքսպերտը եւ առասարակ բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք բոլոր նախաձեռնությունները, որոնք իրականացնում ենք, հիմա նոր բանել ենք, գիտեք, պլանավոր է եւ հավանաբար արդեն 1-2 շաբաթվա ընթացքում կսկսենք նոր նախագծերը, մի խոսքով ակտիվ լինելու, շարունակեք հետևել մեզ, onnan ինչ որ երկար հետաքրքիր այսօր ամսի դարավ 5-ը արդեն, կարա սենց ուսուցչի օրվա կապորել գրես, իրոք շատ հետաքրքիր լինելու ժողովուրդ ջան, ես գրել եմ, որ մենք Ալեքսին այս գիրքը սիրով ուղարկում ենք, իրեն մաղթելով ամենայն բարիք ու ջերմությամբ Աննայից, Նարեկից ու Վազգենից։ Հետևաբար դուք էլ Հա կարանք մենք էլ ստորագրենք։ Ալեքս ջան, չէ, եթե բանա դու կջնջես մեզ։ Հա, արա դե անուններն ես դե ստորագրել ու դե հատով։ իրավական մասը պահենք։ Չմոռանանք էլի։ Խնդրեմ, հարգելի Վազգեն, չնայած մեզանից չէին ուզել, բայց այնուամենայնիվ Աննան շատ հետաքրքիր էքսպրոմտ արեց։ Անջան, եթե բան ունես ասելու, մեզ հարցնում է Մհեր Արսենյան, խնդալու այդ չի, իր հարցը չի, էլի, իմ համար այս բանը հեռանկարը, ասում է, տղեկ խի ինդիմադիր ինչ-որ TV ալիքով ծրագիր չեք սկսում։ Թափած են ընդդիմադիր TV-ալիքներ։ Որտեղ։ Այնքան առաջարկ ունեք, չգիտեք, որ մեկի հետ համաձայն։ Մերժում ենք։ Եկեք, այո, հա, որոշների նման տենց թյուր տպավորություն ստեղծենք, ինչ որ անիմաստ խորհրդավորության մեջ մտնենք, այնքան դաժե հմեկն է ուզում կանչի, բայց ասել են Պետրոսով յոլա գնացեք։ Զարթնում ասում արա, էս ով առաջարկ։ Էլի Պետրոսն Դաժե որ ծնգում է, ռախսասացան, ով ինչ առաջարկում արա, սպասի անջտեմ։ Բայեր ջան, մենք ենք TV բացելու։
որ ունենանք համ մեր TV-ին, համ մեր ալիքը, այդ տենց պատահական եմ ասում, բայց շատ տղերքի անունից եմ ասում։ Կարալ։ Դա Աստված, այո։ Անջան, շատ շնորհակալություն։ Ես եմ Զրույցի համար, որ գտար հնարավորություն ժամանակ կհանդիպենք ինձ թվում է այս անգամ մի 2 ամսից գնալով կրճատենք դիստանցիան։ Մի ամսից ես Չէ, շատ ռիսկի կընթաց է, կրճատես։ Վազգենը պատրաստ չի տենց կտրուկ փոփոխությունների։ Գիտես, գեղեցիկն էլ պետքա բան լինի, չափավոր լինի։ Անջան, դու պատրաստ ես, մի ամիս հետո դու խնդրեմ չունես, խնդրեմ մերն է։ Պրոբլեմը Վազգենինն է, դերը։ Արի որոշակիացնենք, Ողջ, այսպես չար խսել չափը։ Օրա, այսօր ջոկերի տիպի կոալիցիա կազմեցի։ Տեսար, ահա։ Մերսի շատ։ Կհանդիպենք, երբ կհանդիպենք։ Ստեսին։ Լավ եղեք, ընկերներ, բարի գիշեր։ Բարի գիշեր։